Совсем я в сборе. Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, եթերում է հանրային դատ հաղորդաշարը։ Ուզում եմ ասեմ, որ մենք մի փոքր ունենք տեխնիկական խնդիրներ, որոնք լուծելի են եւ հուսամ որոշ ժամանակ անց մենք կվերադառնանք նորից ավելի ցիվիլ էտա միկրոֆոնի տաղավար։ Իսկ հիմա, ասենց ասած, պետքա յոլա գնանք նման ֆորմատով, որի համար ներողություն եմ խնդրում, դա մեր մեղավորությունը չի։ Մի շարք բոզի տղայք փորձեցին իրենց վատություն անել, դա դրանով պայմանավորված, բայց չհասկացան, որ ժալաբ տալով կամ եսի մինչեր անելով, դրանով իրանք եթերի վրա չեն ազդում, նորից ինքը տարածվում է, բոլոր այն անձինք, ովքեր ունեն YouTube, կարող են ուղիղ հեռարձակում ապահովել իրենց YouTube կանալներով, ես եմ հեղինակային իրավունքների համար բողոքողը, ես չեմ բողոքելու։ Մնացած արդեն ով ոնց ուզում է, թող, չգիտեմ, տարածի YouTube-ով կտարածի, Telegram-ով կտարածի, TikTok-ով կտարածեն եւ այլն, որ ասում եմ մենք հեղինակային իրավունքների հետ կապված բողոքներ չունենք։ Մեր ամբողջ անձնակազմը այստեղ է, պարոն Աբազյան, Անդոյ, Սասուն, Տահաճմարտ, Վահե Ղազարյան, Ատա Արգիշտ, Ռուզիկ, Քրիստիկ, Մեղրի քաղաքապետ Բագրատն եւ Տիգրանուհին միասին այստեղ են որպես հանրային տուալետ։ Ովքեր ցանկանում են օգտվել եթերի ժամանակ տուալետից, Մեղրի քաղաքապետի կնոջ բերանը ձեզ ղուրբան։ Պожалуйста։ Անցեք այնտեղ։ Ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Քրիստիկ, ատա դուրմբաց։ Ահա, Ներսա Գյուքյան, Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Արամ Հովանիսյան, Ուրին շոֆեր Վալիկո, պաստորեն ունենք վարորդ, Վալիկո, անցեք նստեք Վահե Ղազարյանի կողը, Վալիկոյի կնիգնել, թող, հիմա եթե նայում է, ասեք թողա նստի էկրանի առաջ, Так. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան ուսուցչուհի, Գլխավոր շտաբը, ԿՇ վարչապետ Ստեփանյան Վահակ, ԳՇ-պետի տեղակալներ, եթե չեն նշանակվում, արդեն կնշանակվեն, Կարեն Գրիգորյան, Գյոզալյան, հատուկ բրիգադի բանակային կորպուսի հրամանատար, որի մեկ էլ է ԳՇ-պետի տեղակալ, կամ պիտի գա, Երոյան, Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի պետ, որը պիտի գնա ԳՇ-պետի տեղակալ, Տիրան Խաչատրյան Բոզի տղեն, պետական դավաճան, Սիմիդյան Հակոբ, մինիստրը շրջակա միջավայրի պահպանման անձի Գանդոն, Չարենցավանի քաղաքապետն, մենք ստեղ խնդիր ունենք, բայց ասեցի նոր հիշեցի, մի րոպե, ինչ ես երեխայարն ազգանունը, մի րոպե, Միրիջանյան, ներողություն եմ խնդրում, դուրը տես պայ աղջ, դուրը բաց պայ չես մեռնի, մի րոպե, ասի թոմն այսը կնադարնանք, ինչպես նաև Արձական գյուղի գյուղապետն, մեր
Եզդի եղբայրներն Մարտունու քաղաքապետը Սուրեն Պապիկյանը ստեղը ազգային ժողովի ընդդիմադիր ֆրակցիայի պատգամավորներ բանը Ագնես Սախամոյան, Գեգամ Նազարյան, Արեգ Նազմանուկյան եւ այլն Ալեն Սիմոնյան, բնականաբար ինչ ազգային ժողով Մեծարգո Տիկին Անահիտ Բախշյան Տիկին Բախշյան, խնդրում եմ դուք անցեք մի կողմ այս վարակներից Տիկին Բախշյանին ռուզիկ խնդրում եմ VIP սպասարկում Խմորեղենով հյութով տեսեք ինչ է կամենում Տիկին Բախշյանը Ստեփան Դեմիրճյան Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյան Խեռի գլուխ երկու տեղակալներով Գևորգ Բադեյան, Կարլեն Մկրչյան Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտ Օրբելի 41 հասցեում գործող սեփականատերը Առողջապահության նախարար Սևուկ Ուլիկ Պորնիկ Բալիկ Հանրապետական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկի հետ միասին Հին ջրվեժ ռեստորանային համալիրի սեփականատեր կամ ղեկավար Մարգարիտա Բունյաթյան Մարգարիտա Բունյաթյանը նստում է Վահե Ղազարյանի եւ ոստիկանապետի մեջտեղը Եվրասիմա վся семья сборել Սկսենք բողոքներից Միանգամից անդրադառնանք ֆիզիոթերապևտիկ ինստիտուտին Ուրեմն մենք դուրփագեղ չի Գագոնուրա Գագոին էլ կան չի Այդ մարդը որ չի իմ մեջ խոսելու տաղանդը վերանմո ասա թողա Գագոին ասա թող առանց գագո հաղորդում նեմա Ուրեմն մենք անդրադարձել էինք ֆիզիոթերապևտիկ ինստիտուտին ժամանակին կապված աշխատավարձերի հետ եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ խնդիրը իրոք Այսինքն չկա Հայաստանի Հանրապետությունում մի բնակավար, որ ասես այս բնակավարը նորմալ է, այս բնակավարը մի քիչ աննորմալ է, այն բնակավարը եսի միջը։ Համատարած, այն որ ռակ անգնում է օրգանիզմի մեջ, մետաստազները գցում է, ուղեղ, սիրտ, թոք, սեռական օրգաններ, աղիներ, ստամոքս, այդ մետաստազը, որ այսօր ընկել է Հայաստանի Հանրապետություն կոչված երկրի մեջ, դա քաղաքացիական պայմանագիր է, բոզի տղեկն են, որ ընկել է ու սենց ճյուղավորվել է ռակը ամբողջ օրգանիզմով մեկ, դաժե լիմֆատիկ հանգույցներ։ Հիմա ես հասկանում եմ ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի աշխատակիցների բողոքը, որ մայիս ամսվա, դեռ մայիս ամսվա 2023 թվականի մայիս ամսվա բոնուսները չեն ստացել։ Այդ մարդիկ այդքան բանը ճառագայթվում են։ Նոյեմբեր ամսվա աշխատավարձը մարդիկ կա, որ չեն ստացել։ Ուրեմն գումարած դրան բացի աշխատակիցներից բողոքում են նաև հիվանդներ, ասում են պարոն Ղուկասյան, պիտի տան տոկը ֆիզիոթերապիան 3 րոպե, например, տալիս են մի րոպե։ Գումարած դրան մարդը գալիս է պետ պատվերով, այսինքն հիվանդանոցը դրա դիմաց ստանում է գումար։ Բայց քաղաքացուն ասում են, եթե դու ուզում ես տուալետով եւ սառնարանով սենյակ, չնայած ինչ կա չկա սովետական միությունը ոնց թողել է այդ վիճակի միջը 2000 դրամ դու պիտի դրամատ բան վճարես օրը։ Գիտեք ինչ, սիրելի գոլեգաներ, ես շատ լավ մտնում եմ ձեր վիճակի մեջ, որովհետեւ ինքս բուժաշխատող եմ եղել։ Ճիշտ է, շատ կարճ ժամանակահատված, այն էլ ոչ Հայաստանի Հանրապետությունում, բայց Ռուսաստանում։ Եվ մինչև օրս ես մեկ-մեկ ընկնում եմ խորը նոստալգիայի գիրկը իմ հիվանդներով, իմ բաբուշկեքը, ձեդուշկեքը, իմ շտաբօգնության կոլեկտիվը, իհարկե ես բոլորի հետ էլ կապի մեջ եմ, շատ ջերմ հարաբերություններ։ Բայց այստեղ ձեր խնդրի հետ կապված, ուրեմն սեփականատերերի վերաբերյալ մենք կփորձենք անպայման իհարկե
մոտակա ժամանակներս Երևանն է խոսում ծրագրի շրջանակներում նորից զանգահարել ֆիզիոթերապիայի ինստիտուտ եւ հարց տալ սեփականատիրոջը, որ գյորբեգյոր երբ է պատրաստվում վճարել այդ մարդկանց աշխատավարձերը։ 1. Ինչ է նշանակում ֆիզիոթերապևտիկ կուրսը ժամանակահատվածը 3 րոպեից շինել ավելի ոչ կարճացնել եւ այլն։ Այսինքն այս բոզի տղությունների վերաբերյալ մենք կփորձենք խոսել ձեր ղեկավար կազմի հետ, բայց դուք որպես այդ ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի, որը գտնվում է Օրբելի 41 հասցեում աշխատակիցներ, ես ուզում եմ ձեզ ասել, որ մեր հաղթանակից հետո դուք կուսակցության ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ֆիզիոթերապևտիկ ինստիտուտը պետք է պետականացվի։ Այսինքն ինքը նորից պետք է դառնա պետական, պետք է վերադառնա առողջապահության նախարարության ենթակայության տակ եւ գործի որպես պետական հիմնարկ ձեռնարկություն։ Եթե որևիցե մեկը ուզում է բացի ինչ-որ համար ֆիզիոթերապևտիկ կենտրոն, թող գնա, չգիտեմ, ներդրում անի եւ բացի։ Իսկ ֆիզիոթերապևտիկ ինստիտուտը պիտի վերադառնա պետությանը։ Դրա հնարավորությունը այն պետականացնելու դուք կարող եք միայն ինձ տալ, ընտրությունների ժամանակ ձեն տալով ինձ։ Ես էլ պարտավորվում եմ հիմիկվանից այսօրվա եթերը ամսի 12-ն է, ամսաթիվը չեմ դրել, ամսի 12-ն է փետրվարի, խնդրում եմ կտրեք եւ պահեք, որ ես ձեզ խոստացել եմ, որ ֆիզիոթերապևտիկ ինստիտուտը պետք է դառնա պետական։ Անկախ նրանից ով է ծախե, ինչքան ով է ծախե, երբ է ծախե, ոնց է արը, բարեխիղճ կնորդ է, թե խռի գլոխ է, ձեր սեփականատերը ինձ բացարձակապես չի հուզում։ Ինստիտուտը դառնալու է պետական։ Սա իմ խոստումը ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր աշխատավարձերին, մոտակա Երևան է խոսում ծրագրի շրջանակներում մենք կփորձենք կապնվել ձեր ինստիտուտի ղեկավարության հետ։ Քանի որ գնաց խոսք առողջապահությունից, միանգամից թեման շարունակենք։ Այսօր խայտարակ, այսինքն ոչ թե այսօր, առհասարակ ամեն օր խայտարակ իրավիճակը հանրապետական հիվանդանոցի պոլիկլինիկայում։ Նախ այդ էլեկտրոնային հերթագրման համակարգը մե բոզի տղություն, ինչով է դա պայմանավորված։ Շատ վատ ինտերնետ, շատ վատ կոմպյուտերներ, շատ վատ ծրագիր եւ շատ քիչ աշխատողներ։ Օրինակ, կոնկրետ ահազանգ քաղաքացուց։ Քաղաքացին գնացել է այսօր հանրապետականի պոլիկլինիկա, ձերը կուլ է ապարատի վրա զմփսրել է, չեքը ստացել է ժամը 11:30, խփել է չեկի վրա գրած է 11:31, խոսքի օրինակ 611 համար։ Այսինքն այդ մարդը այդ պահին եղել է 611-րդ համարը։ Ժամը 15:05 րոպեին սպասարկը հերթի մեջ դեռ սպասելուց է եղել 400 համարի այցելուն։ Ուշադիր լսեք թվերը։ Իսկ նույն 15:10-15 րոպեին ապարատը տվել է 816 համարը։ Դուք հերթի չափը նայեք։ Այսինքն մարդը եղել է 611 համարը, բայց ժամը 15:05 դեռ չի սպասարկվել 400 համարը կրող քաղաքացին։ Աշխատանքային ժամն էլ ավարտվում է ժամը 17:00-ին։ Ես մաթեմատիկայից չեմ փայլում, բայց ակնհայտ է, որ հաստատ 450 համարը դաժե չէր կարող հասցնել ժամը 17:00-ին, թողնի 500։ Այսինքն այն մնացած 316-ը այդ պայդրությամբ Շո, հաջողություն ձեզ գնացեք եկեք վաղը։ Հարցնում եմ, ասում եմ, եթե այսօր քաղաքացին չի հասցնում սպասարկում ստանալ, եկել են շաքարի դեղ ստանան, եկել են, չգիտեմ, ասում եմ, երեխեքով, հղիներ, ծննդկաններ, եւ խառնած, ժժնած, ցրած, ցպնած, ասում եմ, լավ, մանկական պոլիկլինիկա չկա։ Հանրապետական մանկական պոլիկլինիկա, հանրապետական մանկական պոլիկլինիկայի շենքը բացի գոյություն չունի, մեծիկներ, փոքրիկներ, չգիտեմ, վարակ, ոչ վարակ, սրտային, խոց, նորացին, սա խառնած, ժժնած, լացած միտեղ, կերեկի ար գոմա։
Ասում եմ, այդ ձեր կտրոնը հաջորդ օրը պահպանվում է, թե ոչ, ասում եմ ոչ։ Այդ օրը ով սպասարկվավ, հաջորդ օրը նորից պիտի գաս, նորից պիտի կուլ խփես ապարատի վրա, նորից ապարատը մի հատ երանիշ թիվ թքիքի դու բենիդ ու գնա սպասի հերթը կհասնի, թե ոչ։ Դեղի բաստողման բաժնում աշխատում է մի աշխատակից։ Այդ խեղճ բուժքույրը քաքի, տրի, թսի, շռի, չգիտեմ, հացուտի, հնարավոր չի, որովհետև եթե մի պա, ասենք այդ մարդը դուրը փակի գնա իր բնական կարիքները հոգալու, այն որ ասում է, այդ հերթը ավելի է եռապատկվելու։ Ու ամենահետաքրքիրը նա է, որ մարդիկ են եղել այդտեղ այդ սուրուի մեջ, որ կայնեմ ասում են, թե Նիկոլն ինչ մեղավոր է։ Նիկոլը մեղավոր չի։ Ծրագիրն է մեղավոր։ Ու այն կարգի անասունի ծնունդ են, որ այդ ասի կողից մեկը չի ասում, այ մայրիկիդ բռնաբարեմ, այս ծրագիրը իանա եկե մտե այս հին կոմպյուտերների մեջ։ Ծրագրի ներմուծողն ով է Երևանի քաղաքապետարան, Սիսի Բոզի տղա, առողջապահության նախարար, այն շարժ ղախպի տղա, մի հատ էլ տենց շարժ ղախպի տղա ես ունեի, գնաց, ու խնդրեմ, ու ամենահետաքրքիրն է, որ երեխաներ, մեծեր, սաղին խառնած նցած միտեղ, ու չգիտեմ, կերեկի էր, գումարած դրան, ասում եմ այդ դեղորայքը, որ ստանում եք, այդ ինսուլին կոչվածը, գոհեք ինսուլինից, ասում եմ ոչ, որովհետև ժամանակին կար գերմանական ինսուլին, երևի թանկ էր, ասել են չէ, մենք վեկալում ենք լեհականը, սրսկես, չսրսկես, նեմա էֆեկտ, ասնենք լեհերեն։ Եվ մարդ կա, մյուս քաղաքացին զանգում, ասում է 7 օրից ավել է, ես չեմ կարողանում դեղը ստանամ, այսինքն այդ մարդը 7 օր գալիս հա, 7 օր չի հասնում, ասում է գալիս են, քաշում ենք, մեկը տենումից ասում է, ոչ ինտերնետ չկա, ծրագիրը գցեց, գնացեք հետո եկեք, հետո նորից այդպես գալի, նորից այդ իրավիճակը, եւ այսքանից հետո այս ժողովուրդը նորից շարունակում է, ասել, որ Նիկոլը մեղավոր չի։ Ինձ հետաքրքիր է, այտենց ասողներին, որ ադրբեջանցի զինվորը գա խեռը կողի տվյալ ասողի մամայի բենի մեջ, էլի ասելու է Նիկոլը մեղավոր չի, Ադրբեջանն էր մեղավոր։ Սա ասում եմ գոյություն չունի գետ մեկ համակարգ, որ ասի սա այս մի համակարգը բոլեմին է նա պլավու։ Մարդ չգիտի դաժե ում կպնի։ Ասենք ես ի՞նչ ա։ Եթե ուզում ես որակով եվրոպական սպասարկում, նախ փոխի կոմպյուտերներդ, ապահովի որակյալ ինտերնետ, բազմապատկի, եռապատկի, քառապատկի աշխատողներից քանակը, մանկական պոլիկլինիկան առհասարակ պիտի գոյություն ունենա եւ մեծերն ու փոքրերը, հաղի կանանք, չգիտեմ, ծննդկաններ, այնտեղ նորածիններ եւ այլն չպիտի գան մտնեն ժողովրդի մեջ։ Հենց ասում են վիրուսը տարածված է, դա նրանից է գալիս, այդ օղորմածի Կարեն Դեմիրճյանը, որ ասում են մարդ, որ երբևիցե այդ բնակավարում դաժե կոֆե դնող չի աշխատե, բերել եք մինիստր, այս առողջապահության նախարար Ագարտին, միլիցուն, իրավաբանին բերել են մինիստր։ Այդ մարդը ինչ գիտի մանկական սոմացիկը որն է, մեծերինը որն է, նորածինը որն է, ծննդկանը որն է, այս մարդը եթե իրավաբանություն է գիտի, իրավաբան է, եթե իհարկե էդ էլ գիտի։ Հիմա ոսոր ինձ տանեն դրենք գյուղ նախարար, ես կյանքում հողին ձեռով չեմ կպե, ես ինչ գիտեմ դա ինչ է։ Բայց հենց կարող է իմ մոտ ինչ-որ մի բան ստացվի, խեռոցի, կանանքների, չգիտեմ, տփոցու, միջով մի հատ գյուղապետի վեկալեմ 4 հագից շպրտենցած ասեմ կծված, ասենք տես բաների վրա ինչ-որ ահի, վախի մտնոլորտում մի բան արվի, բայց տեղ այդ ահի, վախի մտնոլորտն էլ չկա։ Երեխեք ասեմ, ինչ գործ ունի ձեր թազա ծննդկանը այդ բանը ժողովրդի մեջ։ Ու ոչ խար է թմեմ, նամուսով է։ Տիկին Բախշյան, հյութը հավանում եք, ինչի հյութ եք ուզում, խնձորի,
խնձորի հյութ Տիկին Բախշյանին ինքը լավ կնիկա կուլտուրականը ես չգիտեմ որտեղից սկսես որտեղից մտնես ուրեմն Աբովյանում գոյություն ունի հին ջրվեժ ռեստորանային ռեստորանային քաքի գլուխը ես դրան անդրադարձել եմ բայց ոնց որ զգում եմ դրա տերը Գանդոնն է ղեկավար Մարգարիտա Բունյացյան ես կարգադրել եմ խնդրել եմ իմ ժողովրդին տալ համապատասխան տեղեկատվություն Նեսա նկարներ հին ջրվեժի տիրոջ Տիկոյի քուրնա որ շաբաթօրը դրա մոտ մեկ էլ մենեջերի մոտ սրա վիճակը լավ եկեք տնենք ես կնոջ լուսանկարը Մարգարիտա Բունյացյան նայում եմ դեմքին արդեն իմ դուրը չեկավ Այս ռեստորան ունեցողները սենց սաղ նույն դեմքն ունեն հա Աթաս բանկո քրիստիկ դու տեղեկացված աղջիկ ես սա եկնային գրասենյակն քո ձեռի տակը մի րոպե գրենք Մարգո մի հատ Մարգարիտա Այս Մարգոյի լուսանկարը Տելեգրամում ես կանադառնամ հիմա բան չեմ ասում եկող հաղորդմանը ոնց որ չորացած սիլոտ կա ես կանադառնամ Եվ ուզում եմ, այս առողջապահական թեման փակելով ուզում եմ ասեմ, սիրելի բուժաշխատողներ, ձեր ապագան ձեր ձեռքերում է, իսկ ձեր ձեռքերում է գտնվում Վարդան Ղուկասյանի կողմը անցնելու և Վարդան Ղուկասյանի համար քվեարկելու տարբերակը, որ են, որ ես լինելով բուժաշխատող, լինելով ձեր գործընկերը, խոստանում եմ, որ եթե պետությունը ունի 3 հենասյուն, 3 հենասյուներից մեկը դա բուժաշխատողներն են, այսինքն դոկտոր կոչվածները։ Զանգահարենք մյուս բողոքով։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. Քո բնակավարն է, տհաճ մարդ։ Տհաճ մարդը շեշտեն, որ նախկին հաճելի մարդն էր։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, հիմա դառավ տհաճ։ Ալո։ Այո, լսում եմ։ Բարև ձեզ, պարոն Իսայան։ Այո, պարոն Ղուկասյան, ես լսում եմ։ Մենք էլ ձեզ ենք լսում, մենք ունենք ահազանգ կապված ձեր ազգի բնակչի հետ, անազգանունը չեմ հիշում, բայց դուք հիմա կհիշեցնեք, որ կապված Ով? Միլազեմ Ավդոյան։ Ավդոյան, ահա։ Կապված վերջինիս խնդիրների հետ, որ Արմավիրի մարզի դատախազը իր քմաճիկով վերցրել է, ինչ-որ մեղադրանք փոխեք իրական գործակալ չէ։ Ավելի մանրամասն դուք հիմա կասեք համառոտակի եւ կոնկրետ ես լսում եմ ձեզ։ Այսինքն մենք լսում ենք ձեզ, այդ թվում նաեւ գլխավոր դատախազը։ Հա, արգել պարոն Ղուկասյան, եթե հիշում եք, մենք միասին եւս մի անգամ անդրադարձել ենք այս հարցին։ Դա հենց այն նույն ժամանակ էր, երբ որ ես Նեմեսիսի արձանի դիմաց նստացույցի էի։ Հա։ Հիշեցի։ Ուրեմն ճիշտ իդեալ ժամանակ եսի պաշտպանություն Արցախահայության նստացույց է իրականացնում, եթե հիշում եք։ Եվ մենք բավականին խոսակցություն ենք ունեցել վերաբերյալ Միլազեմ Ավդոյանի թեմային։ Խոսքը վերաբերում է ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ուրեմն Ղասիմ Նեջադին, ով բավականին երկար ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է խոշոր եւ մանր եզերավոր անասունների արտահանման։ Արկղ եւ արտահանման։ Դեռևս 2016 թվականին Միլազեմ Ավդոյանի եւ Ղասիմ Նեջադի միջեւ տեղի ունեցել ուրեմն ֆինանսական հարցի հետ կապված
ոստիկանության, այսինքն քրեական գործի հարություն, դրանից հետո հարություն մերժել, այնուհետև ոստիկանությունը հիմնավորել է, որ Ղասիմը Միլազմ Աբդոյանի պարտք է, դրանից հետո Առաջնահատյանի դատարանը ֆիքսել է 7,470,000 դրամի սահմաններում բռնադանձել հօգուտ Միլազմ Աբդոյանի Ղասիմից, բայց քանի որ Ղասիմը բավականին երկար ժամանակ ցույց է տվել, որ ինքը իբր թե չի աշխատում, երեք գումարը 400 քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411 հոդվածով բավականին աճել է, այս պահին գերազանցում է 20 միլիոն է։ Ահա։ Բայց երկրորդ գումարը, երբ որ Միլազմ Աբդոյանը, Ղասիմը Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով 2022 թվականին դիմում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ոմն Հասանի, ով ծանոթն է Միլազմից եւ նաեւ նրանց, եւ խնդրում եմ միջնորդել, որպեսզի թույլատրել Աբդոյանները, նա գործունեություն ծավալի եւ սկսի փակել Աբդոյանների պարտքը, որը որ կուտակվել է, այսինքն շարունակի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալել։ Հետո բնականաբար հանդիպում են Սևանի շուրջ տեղի ունենում զրույց, քննարկում, դա տեղի ունենում Երևան քաղաքում։ Մի քիչ ավելի կարճ խնդրում եմ, էլի, կարճ եւ համառոտակյաց։ Մի քիչ ավելի կարճ, ուրեմն Աբդոյանները համագործակցելով Ղասիմի հետ մի անգամ թույլը օգնում են նույնիսկ որպեսզի նա կատարի արտահանում, երկար գլուխանասունի չափով, երկրորդ անգամը Միլազմը հավաքում է, եւ այս Ղասիմը չարաշահելով Միլազմ Աբդոյանի վստահությունը, կեղծված փաստաթղթերով, կեղծելով այդ կեղծիքը հիմնավորվել է նաեւ քննչական գործողությունների շրջանակներում, կեղծված փաստաթղթերով տեղի ունենում արտահանում։ Որից Աբդոյանները տեղեկանում են ավելի ուշ, այսինքն ըստ պայմանավորվածության, ուրեմն Աբդոյանները պետք է ստորագրեն արտվաճառքի փաստաթուղթը, բայց այստեղ ստորագրություն չկա Միլազմ Աբդոյանից, Ես հազարական ներողություն, ես գիտեմ, որ դրանով հարուցված է քրեական գործը Պարսիկի վրա։ Հիմա ձեր դատախազը Պարսիկի վրա հարուցված քրեական գործը կարճել է, ճիշտ է։ Ուրեմն քրեական հետապնդումը այս պահին Պարսիկի պահով դադարեցված է։ Ինչու։ Ինչ ասում դատախազը։ Ասում է քաղաքացիական իրավական հարաբերությունն է։ Ես այս պահին դեռևս չեմ ստացել որոշումը քննիչից։ Սպասում եմ, որպես որոշումը տեղ հասնի, ասեցին, որ պոստայով ուղարկված է, որից հետո կնայենք եւ կբերենք համապատասխան բողոք։ Միանշանակ համաձայն չենք եղել, թեկուզ բանավոր խոսքով լսելով համաձայն չենք եղել եւ խնդրել եմ, որպեսզի նույնպես ամբողջ գործի դիսկերը հատկացնեն, որպեսզի ամբողջ գործը ուսումնասիրենք եւ մեր բոլոր դիտարկումները կատարենք։ Միանշանակ քրեական հետապնդումը դադարեցնելուն Միլազմ Աբդոյանի ներկայացական պաշտպանական կողմը համաձայն չի եւ չենք ընդունում։ Ով է դատախազը, դատախազն ով է։ Դատախազը Արմավիրի մարզի դատախազի տեղական Էդվարդ Բաբայանն է, որի հետ ես վաղը հանդիպելու եմ, այսօր զանգել եմ, խնդրել եմ վաղը հանդիպել։ Էդվարդ Բաբայան։ Այսինքն Էդվարդ Բաբայանը համոզված է, որ ստեղ խարդախություն չկա, սա ուղղակի, չգիտեմ, քաղաքացիական բան է։ Հա, վաղը մենք կստանանք, որ նույնպես երկու օրվա ընթացքում կստանանք մեր ծրարը, փոստային տարբերակով, որից հետո, բայց վաղվա հետ կապված խնդրել եմ պարոն Բաբայանին հանդիպել եւ քննարկել։ Քանի տարի է քննվում է ձեր գործը։ Ձեր գործը քանի տարի է քննվում է։ Երրորդ տարին է։ Այսինքն 3 տարի հետո նոր Էդվարդ Բաբայանը որոշեց, որ սա բան է, քաղաքացիական է։ Գործի վերահսկողությունը Էդվարդ Բաբայանին անցել մի փոքր ավելի ուշ, նախկինում եղել Աշոտ Մարտիրոսյան, ով այս պահին այլևս դատախազ չի։ Չէ, ուրիշ հարց եմ տալի, 3 տարի գործը քննել են, հետո որոշել են, որ սա քաղաքացիայի իրավական է, բան չի, քրեական չի։ Այս պահին այդպես է ստացվում։ Բարձա, ես հուսամ, որ դուք կբողոքարկեք Էդվարդ Բաբայանի որոշումը, անգրագետ որոշումը, եթե սա քաղաքացիա իրավական է, դա հասկանալու համար մարզային դատախազությանը պետք է եղել 3 տարի։
ճիշտ ասած լրացուցիչ բաներ ա եղել, հանձնարարություններ ա եղել քննիչին, քննիչը իդեպ ասել բավականին խելացի քննիչ ա, բանի էջմիածնի պետի տեղականն ա, պարոն Ղուկասյանը Արամը, մենք միասին բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, եղել ա դատախազը, հիմա տեսեք, քանի որ օրենքում փոփոխություն ա եղել 2022 թվականի նոր քրեական դատավարության քրեական օրենսգրքով, բոլոր որոշումներն ու հանձնարարությունները իրականացվում է դատախազի կողմից։ Այսինքն գործը գնում է դատախազությունը նայում է, դրանից հետո նոր որոշում։ Ես հասկացա ձեզ, շնորհակալություն, ուրեմն մենք էլ կխնդրենք տհաճ մարդուն ավելի ուշադիր մի հատ անձնական հսկողության տակ վեկալի եւ վերանայի Էդվարդ Բաբայանի կողմից կայացված խայտառակ որոշումը։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն։ Հարգանքներս եզդի ժողովրդին։ Call ended. Այնօր բան են պատրաստել հաղորդում գրլում են դատարաններին, ասում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննվեց 4 տարի, սրա գործը քննվեց 5 տարի, այն մեկի գործը քննվեց 6 տարի, ու տպավորությունն ա, որ տեսեք, Հայաստանի կառավարությունը մեղավոր չի, դատարաններն են մեղավոր, որ Սերժ Սարգսյանի գործը քննվավ 5 տարի, կապ մինչև քննվում է։ Ռոբերտ Քոչարյանի կաշառքետ 3 միլիոնը չհասկացանք, վեկալ է, չի վեկալ է, ինչ ասում է, վաղեմության ժամկետն անցավ, կորոնան էր մեղավոր, բայց այդ նույն դատավորներին ով է նշանակը։ Ընկեր Ընկեր Նիկոլ Փաշինյան, այդ նույն դատավորների վրա կա վերահսկիչ օրգան, ԲԴԽ, ՄԴԽ, ԽՌԳ եւ այլն, դա որ նայում են, դա սովորական դատ չէ, ասենք անասունի դատ չի, որ ԲԴԽ-ն աշկիտակ չպահի, Նիկոլը աշկիտակ չպահի կամ չհետաքրքրվի, ասի խոսքի օրինակ մի րոպե, Սերժ Սարգսյանի այդ $1 միլիոն, չնայած դա խայտառակություն է, եթե Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում որպես պրեզիդենտ, դրանից հետո որպես պաշտպանության նախարար ԿԳԲ-ի մինիստր, չգիտեմ այնտեղ եւ այլն, ընդամենը Հայաստանի Հանրապետությանը պատճառել է $1 միլիոն վնաս, ուրեմն ես պաշտոնապես հայտարարում եմ, պետք է Սերժ Սարգսյանի լուսանկարները խոշորացնել, մեծացնել, օղակը դնել գլխի վերևը եւ փակցնել Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներ, Երևան, Մերևան, դաժե Մայրաթոր Սուրբ Էժմիածնի տարածքում պետք է տեղադրել Սերժ Սարգսյանի արձանը, որովհետև այս մարդը իա պաշտոնավարման պետական գործիչ 20 տարի եղել է, չէ՞։ 20 տարվա մեջ կերել է ընդամենը $1 միլիոն։ Վերջացավ, եթե դա մենք վեկալում ենք, բաժանում ենք 20 տարվա կտրվածքով ամիսների, вообще դե դուրս է գալի գրոշ։ Այսօր հասարակ ոստիկանապետի վարորդը ավելի հարուստ է, քան Սերժ Սարգսյանը։ Եթե այս մարդը 20 տարվա մեջ պիտի գողանար $1 միլիոն, մենք առնվազն անաղուհաց քրդի շունենք եղել, որ ազգովի հելել ենք Սերժ Սարգսյանից բողոքի։ Այդ մարդը սուտ մարդ է։ Այդ մարդը ասֆալտի վրով քայլելու իրավունք չունի, մենք պիտի մեր ձեռները դնենք ասֆալտին, ինքը մեր ձեռների վրով քայլելով գնա բոզի կամ գյոթի։ Ասում է դատարաններն են մեղավոր։ Ու ինքը չի կանչում, չի ասում ինքը դատավոր։ Ծծես, դու ինձ ծծես, այս 5 տարիա գործես քննը։ Դաժե այնքան քննեց, այն Աննայեր ինչ էր մի դատավորը, իսկ բանկա Շրեք մուլտիկի մեջ հատված կա, այդ նոր հիշա, այն որ Красавица днем, а в ночи урод. И так из года в год, пока любовь истины не найдет. Այսպես հատված կա Շրեկի մեջ, ինչ է նախ Ֆիոնա, այդ Ֆիոնա որ կերպարանա փոխվում է առաջի սերիայի մեջ։ Այդ աղջիկը այնքան քննեց, որ ուրոդից դառավ մեզ սիրուն դատավոր։ Դաժե ինքը փոխավ, բայց դատական համակարգը ոչ։ Այդ շատ գերին չգիտեմ, կա այդ հատվածը, ինչ ասենք ժամանակ է գտելի, որ այդ հատվածը ես բանանեմ, գտնեմ Շրեք մուլտիկից։ Գաղ պիտարեք։ Հիմա ֆրոն են ասում բաննա, դատարաններն են։ Հիմա էսիա 3 տարի քննի, ասում եմ քաղաքացիական է։ Գտավ էսիկ դիր։
Մյուսը զանգենք։ Մյուս բողոք։ Վերաբերվում է Սուրեն Պապիկյան։ Դրա կարում ենք տիկնոջ հետ կապնվենք։ Красавица днем, а в ночи урод. И так из года в год, пока любовь истины не найдет. Здесь от вас скажет. То ли Шрек. Ալո։ Ալո, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Տիկին Էսմա դուք եք։ Այո, ես եմ պարոն Ղուկասյան։ Ես էլ պարոն Ղուկասյանն է, ինձ փոխանցել են, որ դուք ուզում եք ձեր ձայնը բարձրացնել հանրային դատ հաղորդաշարի ուղիղ եթերով։ Խոսքը վերաբերում է, ոնց հասկացա, ձեր զինակոչիկ որդուն։ Զինակոչիկ դեռ չի, 12 տարեկան է։ Բա ձեր բողոքին շու՞մ է կայանում։ Իտնե հաշմանդամ։ Ահա։ Ասեն։ Ինձ ասին զինակոչիկ է դրա համար։ Չէ, 12 տարեկան է։ Այս տարի կտրեցին հաշմանդամությունից։ Ահա։ Ինքը 10 տարի հաշմանդամ է, 2 տարին 1։ Մի րոպե։ Անցել ենք հաշմանդամ։ Մի րոպե, ձեր երեխան մանկական հաշվանդամ է, հա։ Մանկական ուղեղային պարարիչ ունի։ DCP, հա։ Այո, Աչակողմյան Հեմի Պարեզ է իր մոտ։ Դուք որտեղի բնակիչ եք, տիկին։ Նորքի։ Երևան։ Նոր, լավ, շարունակեք։ Բանը ձեր տղայի հաշվանդամությունը որ կար, քառաջի թե երկրորդ։ Երեխաների մոտ հաշմանդամությունը հենց առանց կարգի է հաշմանդամությունը։ Միջև 18 տարեկան։ Հա, զուտ որպես детский ինվալիդ։ Ես մի քիչ բանով, մանկական հաշվանդամ։ Այո։ Բա հիմա շատ ներողություն, ձեր մանկական հաշվանդամ երեխան բուժվավ, որ հաշվանդամությունից զրկել են 12 տարեկանում, չհասկացա ես այդ արդեն։ Կներեք պարոն Ղուկասյան ջան, հենց դա է խնդիրը, որ երեխայի մոտ ավելի բարդացում է գնում, օրթոպեդներն են նայել, բժիշկներն են նայել, ասում են, որ իրան շատ ուժեղ բուժում է պետք, հսկողություն է պետք, օրթեզ է պետք։ Մի րոպե, բացի DCP-ից ինչ ունի ձեր երեխան։ Աչակողմյան Հենի Պարեզ է իր մոտ, DCP Աչակողմյան Հենի Պարեզ։ Երեխա ձեր աչ ոտքն ու ձեր։ Տղա երեխա է թե աղջիկ։ Միշտ ֆիզո տղա երեխա է։ Եվ հիմա դուք ուր եք բողոքե, ում եք բողոքե, ոնց են պատճառաբանում, որ այսինքն մանկական հաշվանդամությունը միանգամից հոտս ցնդավ 12 տարեկանում։ Պարոն Ղուկասյան, 2 տարի 1 14 թվականից իմ երեխան 2 տարեկանից հաշվանդամություն է։ 2 տարի 1 մենք կոմիսիա ենք անում։ Այս տարի գնացինք մեր հերթական կոմիսիային, չգիտես ինչի հանձնաժողովի նախագահ Սարգիս Գևորգյան անունով մի տղա, որը որ չգիտեմ ինչ կրթություն ունի, ինձ համոզվի, որ ձեր երեխան ձախլիկ է, ձեր երեխան ճիշտ է, ունի խնդիր, DCP, բայց ինքը հաշմանդամ չի, 18% է, կոմպյուտերը այդպես որոշեց։ Հազար անգամ ներողություն, ձախլիկ է։ Հա, ասացին, որ ձախլիկ է, ասեն, բայց ինքը պարտադրված ձախով է գրում, աչով չի կարողանում ոչինչ անել։ Այդ Սարգիս Գևորգյանը ինձ հազար անգամ կներեք իմ էմոցիոնալ վիճակի համար, այդ Սարգիս Գևորգյանը բանը մասնագիտությամբ ո՞մ է։ Ես հարցրեցի, ասեց, բայց շատ կասկածում եմ, որովհետև ինքը նույնիսկ Ինչ ասել, որպես ինչ։ Ասեց ձախլիկ է ձեր երեխան։ Չէ, Սարգիս Գևորգյանը մասնագիտությամբ Նևրոլոգ ասեց։ Նևրոլոգը DCP-ն ու ձախլիկը չի ջոգում իրարից։ Դուրս գալիս, պարոն Ղուկասյան, դրա համար են բողոքում, դրա համար իրանք արդեն 12 տարեկան է, 14 տարեկանից պետքա կանգնի զինվորական բանի, չէ, ուչոտի տենց են ասում։ Ձեր երեխան հաշվանդամ է զինվորական ուչոտ։ Դե ես չգիտեմ, ասպոկո երեխան առողջ է, 18% է որոշում, որ ինքը հիվանդ է, բայց իմ երեխան դժվարությամբ է քայլում, իրան օրթեզապես, որը զրկում են այդ ամեն ինչից պետական ստանալու։ Դա չասեցի, Սարգիս Գևորգյան, դագաղը դնեմ քեզ, 10 տարի շարունակ ձախլիկ ա եղել, բոզի տղա, խնդրում, ներողություն։ Ասել եմ։ Հա, ու Ասել եմ, պարոն Ղուկասյան, ասել եմ, ասում եմ, ես եմ DCP վերջում դուրս գալուց, ասի դե աստված տա, որ ավելի բեկա լինեք, ինչ ասեմ։ ու հիմա վերջին չեք անում դուք։
Ես բողոքել եմ հիմա էլի փորձակնություն եմ նորից պահանջել։ Ճիշտն ասած այսօր 168 ժամ լրատվականներ գրեցի մասին։ Դուք Երևանի բնակիչ եք, չէ՞։ Երևանի բնակիչ եմ նոր-նորքի, ասեմ սատարում եմ ձեզ, ընտրել եմ ձեզ։ Ես ինչ եմ ուզում ասել, ուրեմն ձեր հեռախոսը համարը ես կփոխանցեմ մեր իմ ավականիներից տիկին Անուշին, Անուշ Գինոսյանին, ինքը կկապնվի ձեզ հետ եւ կփորձի ձեզ հետ միասին անցնել են բանը պետական խոչընդոտներով, դռներով եւ այլն, որ մենք հասկանանք ոնց կարող է երեխան, որը որ ծնվել է DCP-ով, այսինքն 4 անգամ կակ մինիմում կոմիսիա անցնելով 5 անգամ 5 նախեսետի չեմ կարող հասկանամ, եթե մարդը ծնվել է այդպես արդեն, լավ, մի անգամ, երկու անգամ, ամեն 2 տարին մեկ երեխային բերել, կանգնացնել, հաշվանդամության ինչ-որ կոմիսիա, իմաստը ո՞րն է խոմ, դա չդզվավ։ Երկու տարեկանում մի բան ասեմ, 2 տարեկանում իմ երեխայի վրայից ընդհանրապես չերևում, որ ինքը հաշվանդամ է։ Հիմա, ասենք, ես ասում եմ մի ոտքից բարակ, ասում եմ, հա, լուրջ ճիշտ եք ասում, որ այդ բարձրացում տենամ, այդ են կոմիսիա են անցկացնում։ Հետո ամեն տարի եղել է երեխաներն առանձին են, մեծերն առանձին են։ Այդ տարի մեծեր երեխա, Ես հենց դրա մասին էի խոսում, որ հանրապետական հիվանդանոցում ծածկես, նորածին, հղի, 70 տարեկան, 50 տարեկան, 20 տարեկան, խառն են լցել են ախորի նման, ո՞ց կարելի է։ Երեխաներին ո՞ց կարելի է բերել կողել մեծերի մեջ, մեծերին երեխաների մեջ։ Երևի իրանք տեսան, որ ես մի քիչ ագրեսիվ եմ, բոլորին ճանապարհեցին, ժամ 40 րոպե նստացրել ինձ տեղ, որ ինձ պատասխան տան, բայց ասել էին կես ժամ պետք է սպասեք։ Ժամ 40 րոպե երեխայից հետ նստել եմ այդ բանը, բոլորին ովքեր ինձանից առաջ դուրս մենակ ես մենք էինք երեխա, բոլորը մեծ էին տարիքով, բոլորին ճանապարհել նոր ինձին ասել են ներսեք։ Ուրեմն ես կխնդրեմ տիկին Գինոսյանին, որ ամեն ինչով լինի ձեր կողքին եւ հնարավորինս մենք անենք ամեն ինչ, որպեսզի ձեր երեխայի խնդիրը լուծվի օրենքի շրջանակներում, իսկ օրենքն ասում է, որ այո, օրենքի ես ոչ մի անօրինական բան չեմ պահանջում։ Ձեզանից անչափ շնորհակալ եմ, սատարում եմ ձեզ, միշտ ձեզ եմ ընտրել ընտանիքով, միշտ ձեզ լսում ենք, ձեզ հարգում ենք, ինչ անում եք, ինչ ասում եք, լավ եք անում։ Շնորհակալություն ձեզ տիկին, հաջողություն ձեզ։ Ես կփոխանցեմ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Եթե ներվապաթոլոգա կոչվում, ձախլիկը ու դեցեպեն չի ջոգում յարից։ Սարգիս Գևորգյան, քեզ դիպլոմ տվողի մորեն ալամընտանի ու էլ հետ չբերի։ Բոզի տաղ։ Դե հիմա ինչ պիտի ասեմ Վարդան Ղուկասյանը քրֆմա, բա ինչ ասի Վարդան Ղուկասյանը, հարց եմ տալի ձեզ։ Էդի որ դուք հասկանաք մի քիչ ավելի պարզ, հա, այսինքն DCP-ի բանը, որ հասարակ քաղաքացու համար ընկալելի լինի, էդի ոնց որ մեքենան խփված, մեքենան կապ չունի որտեղից խփված, դեմից, հետևից, խփած ավտոն բերեն դնեն մարդու դեմը, ասի չէ, էսի խփած չի, էսի ոնց որ դե մի քիչ քերձել են, բայց ավտոյի կողը կամ դեմը կամ հետևը գոհություն չունի, կբծրած է։ Այդպես բերես դնես Բանը մասնագետ, չգիտեմ, ապահովագրական գործակալը, լուպոյ մարդ, ոչ ընկանի ասես, բան չէ, քերձված ես, Ստեփան ես դենում, դու աբազան, հա, չկա չէ, այմար քերձված է, գնա, այս նույն բանն է, այս նույն պատասխանն են տվել, այս տիկնոջը, դյանի մի քրվի, մորը ծծցնեմ, բանը ձախլիկն ու դեցեպեն, նույն է, կամ ակնհայտ էս բժիշկ կոչեցալը որ ասա փողի տասովկա է, չարաշահել է, կամ պրոստը դեբիլ է։ Երկուսից մեկն այլ տարբերակ գոյություն չունի։ Հիմա տիկին Բաշանը կասի ես սուր եմ եկեն, գարմար, երկրորդ բառը քֆուր է, բա տիկին Բաշա, բա դու գիտեք նայք ձեր նամ այդպես կուլտուրական ենք։ Չնայած կուլտուրական ենք, բայց կուլտուրական ու հարց չի լուծվում է։ Ես գիտեի բանը, պրինցիպն եկա տենց իմ օջը տպավորվի համենայն դեպս։ Ուրեմն մյուս խնդիրը
Հենոր մի հատ կինա նկար է դրել է վիդեո 4 կոնսերվա մի հատ մակարոն տվել է արձական գյուղի գյուղապետարանը Ղարաբաղի փախստական են ասում ես կոնսերվեկը ես մակարոն ար տվե գնա օգնությունն լավ միթե կարելի է այս աստիճան ղժալ ծաղրել նսեմացնել պղծել վիրավորել մարդուն եվրոպական ոչ մի երկիր այս Նիկարագուա, Անգոլա, Չադ, Ալժիր, Մարոկո, Մոնակո, ես իմիջ գրողու Սևցա, Աֆգանիստան, Պուշտուն, Մուշտուն եւ այդ փախստականները, որ ոտով քալելով sense կուլ գալի հասնում են Եվրոպա, դաժե այդ մարդկանց ասես բան չեն տալը այդ 4 տուշոնքեր մակարոն շպրտեն դեն ասել անգնա Մահամեդ Աբդուրախման իբն Ալ-Ազիզ չկա բայց մենք որ ասում հայ ենք խերի գլուխ եք սա աս կոչվելու իրավունք չէ դու քո փախստականին իսկ չես տալում արձական գյուղի գյուղապետարանն ա տվել վիզում տեղադրել ենք հիմա ես չգիտեմ գյուղապետին բռնես ծածնես այդ 4 տուշոնքով մակարոնը լցես գլխին բայց դու կարող ես մարդն ասի եղբայր ես մեղավոր չեմ խորհում դու հոգեկան հիվանդ չես կա սոցիալ նախարար այն նայրի մկրտչաներ իշխերը գլոխեր ոչ հենձերտա գնա դրանց սրա դրա համար քանի որ խերատարպեդայի հասցեատերը պարզ չի ես չեմ կարող հասկանամ հիմա ում հետ պիտի քնենք գյուղապետի մարզպետարանի Եմ որ բանը տվել են խոսքի օրինակ երկու գրիչ բայց մինչև եկե հասելա հասցեատերին մնացելա այս պոչը ես դա չեմ երգում հիմա կարող են գերնախարարություն տվելա 8 տուշոնկա 2 մակարոն բայց մինչև եկե հասելա արձական գյուղապետարան այնտեղ փախստական ընտանիքին դարելա 4 տուշոնկա մի մակարոն հիմա մեկը հարցն է Նիկոլ Փաշինյան Մորը ծսնի ամբողջ Ղարաբաղը 4 տուշոնկով, 1 մակարոնով եւ խոստացած 50,000 դրամով, որը ամիսներով դու քո փախստականներին չես տալի, բայց կոնը ման բոզիս տղեն գնաց կայլավ Ստեփանակերտի մեջտեղը բորած Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հիմա Արցախ բառը վախմես բենիցը թանես, որ Ադրբեջանի նախագահան առնանդամը չմցնի բալեքիդ եղած չեղածի մեջ։ Հիմա կասեն էլի երեխայա քրվում, հարց եմ տալի ոնց չքրվես 5,000 հոգու տարավ դրեց հողի տակ 10,000 հոգու շինեց հաշվանդամ 120,000 հոգու շինեց փախստական այդքանից հետո ոչ չքրվես հարց ուրեմն Չարենցավանի քաղաքապետ գոյություն ունի Միրիջանյան Կարինե Ղարաբաղից Մարտունի Չանախչի գյուղից գերի մոտդ Ամուսինը Նիկոլյան Արամ ապրում են քաղաք Չարենցավան երկրորդ թաղամաս Արածի շենք 13 բնակարան Մանուելա Միրիջանյան Քրիստինե Միրիջանյան Աննա Միրիջանյան Անգել Նիկոլյան Արցախցի ընտանիքը օգնության կարիք ունի Կարինեն գրում է բարև ձեզ ես Արցախից եմ երեխաս ծայրահեղ ծանր վիճակում է հույս չկա որ նա ողջ կմնա Ես ճարահատված մի րոպե ինչա գրե Ես ճանապարհածախսի խնդիր ունեմ անհրաժեշտ է նաև մանկական սնունդ եւ տակդիրներ բարեսիրտ մարդիկ չեմ կարողանում այցելել իմ երեխային գումար չունենալու պատճառով խնդրում եմ օգնեք Եթե կան մարդիկ ովքեր կարողանան օգնել արձագանքեք խնդրում եմ Conversbank հաշվի համարն է դրված ես գլադրում եմ հեռախոսահամարը հեռախոս 77-ով Չարենցավանի քաղաքապետ 77-ով 02 45 48 Կարինե պատավատը գրգմես վեկալմեն տանում են իա երեխու մոտ նորից եմ կրկնում հեռախոսահամարը 77-ով 02 45 48 Սա երեխայի լուսանկարն է
Հաշվի համարով։ Սպասում եմ Չարենց Հավանի քաղաքապետի գործողություններին։ Ներոք հերթով կանք։ Ալեն Սիմոնյանի հարսին բաց թողին։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, որ կայնում ասում է, թե մենք չենք միջամտում դատախազության գործերին։ Մենք չենք միջամտում քննչականի գործերին։ Մենք չենք միջամտում դատական համակարգին։ Բայց հիմա հարց։ Ալեն Սիմոնյանի հարսին տարակ դուբլիկ, լավ արիք։ Ասում եք, այդ մարդը հանցագործ է, կոռուպցիոն սխեմաներ, փողերը լափ է եւ այլն։ Եվ հիմա այսօր վեկալա ասենք 10 քանի օր չնստավ կանանց գաղութ։ Բա հիմա այդ կանանց գաղութի կնանիկ կլուշնիկներով հանդերձ։ Ոչ չծսնեն Աննա Բոլեյնին, Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին բան չեմ ասում։ Ալեն Սիմոնյանին թող արգիշտը ծսցնի։ Որովհետև եթե ես լինեի ազգային ժողովի նախագահ, եւ իմ հարսին, չնայած ես հարց չունեմ, ոչ կուր, ոչ ախպեր, եթում, բայց եթե իմ բարեկամին Արգիշ Քարամյանս դուբլեր տաներ կողեր ծակը, հաջորդ օրը կամ 2-3 օր հետո ես Արգիշ Քարամյանին կհրավիրեի ազգային ժողով, կկանգնացնեի տրիբունայի տակը, ես վերևն եմ չի նստեմ, քրիստիկ, ես վերևն եմ նստեմ, ընդեղից կտայի մի քանի հարց, կասեի, պարոն Քարամյան, ասացեք խնդրեմ, Վլադիմիր Գասպարյանի կինը, որը ավելի շատ վնաս է պատճառել պետությանը, քան որևիցե այլ մարդ, կամ Արշակ Հակոբյանի ընտանիքը, կամ հենց նույն Վլադիմիր Գասպարյանը, հեռու չգնանք, նույն Վլադիմիր Գասպարյանը, Տարոն Մակարյանը եւ ինչու կալանավորված չեն։ Եվ Արգիշ Քարամյանին ազգային ժողովում Եմ որ ասում է կծծնեի բարիս ամենաբում իմաստով։ Հələ իմաստվածներ արե Արգիշ Քարամյանը մի հատ գղար կամ բաղար տրիբունայից իմ հետ կապված։ Անդիսկ իշտե հենց այնտեղ միկրոֆոնը կմցնեի ոռի ծակը։ Հասկանում եք։ Բայց քանի որ սրանք չմոյ են, հիմա ես ուզում եմ հարց տամ, ինչի բռնեցիք, ինչի թողեցիք։ Հարց։ Հիմա ժողովուրդը հետ ուզում այդի հասկնա, ինչն է պատճառը։ Պատճառ չկա։ Պետք է Ալեն Սիմոնյանին նակազատ անել, Ալեն Սիմոնյանի վախ բռնին նակազատ արին վերջում ասին բան արա։ Ֆրֆրա, հարցին էլի թողին։ Աղբորն էին բռնում հայակալանավորում էին եւ այլն։ Ույս հասել է, որ դա պայմանավորված է բանով։ Ռուսական կողմի հետ համագործակցության Արմենկոնյան Գագով, բան, դեզ եւ այլն։ Չգիտես ինչ ասես, էլի բանա, հետո ասում է, չէ, մենք չենք միջամտում, դες բան չկա, սրան բռնի, սրան թող, նրան բռնի, նրան թող։ Այսօր մենք զանգահարել էինք առավոտյան հետո Վարդենիս։ Վարդենիսի համայնքապետարան կամ քաղաքապետարան։ Ես բարի արես սխալվել է ազգանունը Ահարոն Խաչատրյանի փոխարեն ասել է Ահարոն Անդրեասյան, որտեղ որ Վարդենիսի քաղաքապետի քարտուղարուին ասեց վաչ ու հերախոսը շրախկ դրեց։ Հիմա ես չէի հասարակ քաղաքացի եմ, զանգել եմ, հետո բասարա քաղաքապետարան։ Վեկալը մեզ հերախոսն Ագարկա, քաղաքացիա, գյուղացիա, տրակտարիստա, կտվորա, խարելա, Ահարոն Խաչատրյանի փոխարեն ասում է Անդրեասյան, ասում ես լաչ ու դնում ես։ Սա ոչ, համայնքապետյան ազգանունը, ես ինչա ձեզ ով է պետք։ Ինքը
Ահարոն Խաչատրյանի քածն է։ Ինքը ոնց կարա մեղություն կրի շարունակել ագարկեն։ Հետո մի 5 րոպե հետո ես մի ամիտասրեցի, նորից զանգեցի, այդ ագարկեն վեկալավ եւ իմ հոգու, խորքու թաքնված ամբողջ բարեմաղթանքները հղեցի ուղիղ եթերով։ Բնականաբար դրանից հետո առաջացավ հետաքրքրություն, ով է вообще, ովքեր կան Վարդենիսի քաղաքապետարանը։ Ուրեմն կա 3 ֆիգուր, որոնք որ ծծանում են բարես ամենաբուն իմաստով Վարդենիսի քաղաքապետարանը ամեն ինչով, բյուջեով, տնով, տեղով, կապիտալով, ամեն ինչով։ Դե բնականաբար համայնքապետ Ահարոն Խաչատրյանն է, որ նայեցի դեմքին հասկանում եմ, որ չոբան բոզի տղա։ Մյուսը Գևորգ Բադեյան, անձնակազմի խետտալվող աշխատակների գծով տեղակալ լեյտենանտ Բադեյան։ Երևի բարեկամ են։ Գևորգ Բադեյան եւ Կարլեն Մկրտչյան։ Ուրեմն այս 2 վարդենիսցիները ժամանակին եղել են Աչափնյակի թաղապետարանում։ Ես ոչ մի կերպ չհասկացա, Վարդենիսից իմալա եկե խոսու բան Աչափնյակի թաղապետարան, Թելման Թադևոսյանի թեթև ձեռով։ Հետո ընդեղից երկուսով ելել են ու գացել են դատի։ Այսինքն Վարդենիս։ Հիմա կոմակա ընդեղո ծսում Վարդենիսի քաղաքապետ։ Դեմքների նայում ես հասկանում ես, սրանց ձեռքին պետք է ձեռնաշղթանը գցել ու տանել։ Ուրեմն Գևորգ Բադեյանը, Էտա Բադեյան, նկարները դրած է Telegram կանալ։ Վարձակալել է մետրոյում տարածք, Երևանի մետրոպոլիտենում տարածք կավարձել, եւ վերավարձակալությանը հանձնել մի քանի անգամ ավելի թանկ ինչ որ մեկին։ Լրիվ հրապարակ կոլաթերթ։ Երևանի քաղաքապետարանից տարածքը ձերի վեկալելա, վերավարձակալությանը հանձնել 10 ամյակներ շարունակ ես չգիտեմ ում եկամուտը դե բան մցել է ջեբը։ Դիադին ՍՊ-ի միջոցով։ Դիադին էտո ՍՊ-ի տնօրենն էլ Հուրին կնիկ։ Ես հիմա չգիտեմ մետրոյի տնօրենությունը հիմա կասենք, օրինական մեկ տվել ենք եւ այլն բգոն։ Օրինական ասենց եւ այլն, բայց ուզում հասկանամ, այդ նույն եկամուտը մետրոն չէր կարող հարապատիկ ավել շատ ստանալ եւ չմցնել Գևորգ Բադեյանի կնգավ ոռը։ Իսկ Գևորգ Բադեյանը եւ Կարեն Մկրտչյանը թող հիմա ինձանից չնեղանան, որ էտա ես իրանց տուն տեղ իջում ծսում։ Էդի ձեր քարտուղարուհին, այդպես ագարտեքի որ բերում դնում եք ու պրովոկացիան անում են ու քաղաքացին ղզղնման գնամած հետևից ուզում այդա բասարա մեջտեղն ձեր սարին ծսելա, էտա Վարդենիսի կոլցևոն գինաս, մկո էտա Վարդենիսի կոլցևո այսօր ժամը 5-ից հետո մկա ով եղերա կայնուկ չուրի ես պահեն այդ հմեն ворցերն գան մտնեն էտո ձեր տուն ախր գալ մտնել ձեր տուն բարի վերել եկավ ենա վանա գյուքա հələ տեսեք վանա գյուքա Gago! Hello, Ali, I'm Chico, Ali.
դու ես բան մշակութային հաճույք ստացած կա, Սաբազան։ Ասես մշակութային հաճույք գոյություն։ Ինչ մեր հաղորդումն է։ Կտրեմ, հենց ասեն։ Այդ վարդենիսի հետ իրեք բոզի տաղում։ Բադեյան արմեն ունենք զամպալիտ, իչում ծծում, բադեյան արմենի գխավորությամբ, գնան բտած ասնեն։ Ասնենք առաջ։ Ես հիմա պատկերացնում եմ գագոս իմալա խեղտելով ծծնեմ, էլակ չէ մեղրի քաղաքապետի կնգան, Վահան Ավակյանի կնգան, Վահե Եսայանի կնգան ու դրանց մերերին, ամեն։ Սիմիզյան Հակոբ, շրջակա միջավայրի պահպանման նախարար, էդի ոնց որ չգիտեմ, ինչ օրինակ բերես, նարկամանին բերես դնես նարկո դիսպանսերի տնօրեն, որ չգիտեմ, կանխարգելում իրականացնի։ Ես չգիտեմ, որ Սիմիզյանս դարել է վաղուց նարկաման, մարդիկ ահազանգում են, ասեն, նույն աշխատողներ, ասեն, Պարոն Ղուկասյան, տարեկան 400 միլիոն դրամ պետությունը հատկացնում է անտառ տնկման վրա, Աբազյան։ Բնականաբար է 400 միլիոն դրամը մտնում է Սիմիդի կնգադալոն։ Եվ ոչ մի անտառատնկում գոյություն չունի։ Կարող է այդ 400 միլիոն դրամի Սիմիդի երկու կնանիկ, որ ունի երկու կին, երկրորդ կինը Ծովինար Վարդանյանն է, ասենք դրանից օգտվում է Ծովինյան Վարդանյանը, գնում է պիծիկյուր, մանիկյուր, դլոյին ոչ եմ տարածքում, ցալքի շրջան, անտառահատում, անտառատնկում, փրչեր հանել, փրչեր տնել, սեռական շրթեր ներկել, սեռական շրթերի ֆաունան ու ֆլորան թարմացնել, որպեսզի Սիմիդեսանի գլգլը այդ բանը վիճակն է։ Հայ անտառ տնօրեն Սևակ Մարկոսյան։ Ուրեմն Անդո, եթե դու չես խորացել Սևակ Մարկոսյանի ծավալած գործունեության մեջ, Անդո ես խորանալու եմ քո մեջ։ Պայմանավորվանք։ Ես չգիտեի, որ Սիմիզյանս այդ երկրորդ կնիկն ունի Ծովինար Վարդանյան, որի հետույքի վրա գնում է պետության 400 միլիոն դրամ։ Վայ Ռոզալո, դու իմոլ ես, լավ ես, էդի լավ։ Ուրեմն ոստիկանապետ Արամ Հովանիսյան։ Ես ուզում եմ մի հատ հարց տամ։ Նախ սա այն ոստիկանապետներ Երևան քաղաքի, ով Նիկոլի հետ, ինչ-որ ասում էր դուք ոչմ կարծիքը ձեր մեջ պահեք եւ այլն, այսօր Նիկոլը բերել է բանը, начальник полиции։ Ես ուզում եմ հասկանամ, ընկեր ոստիկանապետին Մայբախ մեքենա որտեղից։ Պարոն Արամ Հովանիսյան, 888 պետհամարանիշի։ Կասպարյան Վովան էր, Մայբախ չուներ։ Քեզի Մայբախ որտեղից։ Կասպարյան Վովայի բանը, մեքենան այդ ящикն էր, որ ամեն տարի թարմացվում էր։ Հələ բայց էնի մինիստրը։ Դու միշև եղել ես բան ռազմականի պետ եւ այլն։ Ես գիտեմ որտեղից, բայց ընկեր Աբազ Մայբախ որտեղից։ Արամ Հովանիսյանին։ Այդ մեքենան $100,000-ից ավել արժե։ Ես գիտեմ որտեղից, նարկոտիկներից։ Այն որ Երևան քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը վախտում է նարկոտիկների մեջ, այդտեղ մենք բանը մոռացանք Քետենի, Միրանի, տոննեքով նարկոտիկը։ Վերջ ինչ եղավ։ Այն որ կամերայի տակ նարկոտիկ էինք, թե ինչ եղավ այդ գործը։ Այն Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ընդեղի նարկոտիկի գործը մոռացանք, այդպես գործ գոյություն ունի։ Հիմա այդ մի տոնան վեկալակ ոչնչացրիք, պահիք, ծախիք, խուրդիք, ինչ արիք, Պարոն Աբազյան։ Ասեն 6 ամիսից ավել անցել է։ Ինչ է լավ։ Խնդրեմ, Մայբախ է լավ։ Դրան գումարած, ուրեմն ընկեր ոստիկանապետ Արամ Հովանեսյանը ունի վադիտել։ Վալիկո։ Ընկեր Վալիկոն կապրի էտա արտաշատ իմանում։
Վարդիտելը կոչումով փոխգնդապետ Վարդան Ղուկասյան մեռի 16 տարի վարտվինք մնացինք մայոր 3-1 այսօր 2 վարդիտել Արշակ դվա Արշակ Հակոբյանը գնդապետ Այս մի վարդիտելը պատակովնիկ բանը փոխգնդապետ վարում է 444 Քեմրի սև գույնի մեքենա բայց վարում է ոչ մենակ հələ մի կողմ թողենք որ վարում է խմած վարում է հարբած բիբիշիշը ձեռը եւ այլն բայց ամենահետարքիրը որն է որ գուլանկեքի մեջ է սիրուհու հետ սիրուհին էլ ասում են պարոն Ղուկասյան երկու շենք են կոմամանան Boyov Nihal աղջիկա դնում է կողը նստում է Քեմրիի ռուլին քարչոս 400 քարչոս խմած առանց ռեմեն առանց բան Արտաշատ տանեսես բերեսես բերեսես տանեսես տանեսես բերեսես բերեսես տանեսես պարեգներին ծսնեսես որովհետեւ պարեգները դե ոնց մոտենան բանը ոստիկանապետի շոֆերն է կնգան քնցնում է հələ մնգնում է բանը գուլյանկեքի մեջ ինգեշ Արամ Հովանեսյան Ես ուզում հասկանամ շոֆերը ինչի է փոխգնդապետ Այտենց հաստիկ կա որ վարորդը պիտի լինի փոխգնդապետ Ըսկի Պուտինի շոֆերը փոխգնդապետ չի Դիքո շոֆերը ո՞նց է բան Մենք այսինքն ընկեր Նիկոլը բանամ չէ նախկին սովորություններ նախկիններ եւ այլն Նույն նախկինների բարգերը դու մայբախ շոֆերը պատմալկո մինի արշակ չնայած որ Ես համոզված եմ, որ Ղազարյանը այլևս Գասպարյան Վովայից ավելի հարուստ է արդեն մի քանի անգամ, որովհետև Գասպարյան Վովան ասենց չի ծծրե ինչ որ դուք։ Են որ ասում են լավին լավ, վատին վատ։ Հա? Չհաց։ Ինչի համար փոխգնդապետ էլի։ Ես 16 տարի ո՞ր եմ տվել, մայով։ Արամ Հովանեսյանի որդիների վերաբերյալ հանուն օբյեկտիվության ուզում եմ ասել որ ունի 3 որդի 3-ն էլ համեստ են քշում են ռեմենով ամեն ինչով չնայած մեկն էլ աշխատում է Արտաշատի մռուի պետ հերը բան ոստիկանապետ ինքը Արտաշատի մռուի պետ էդ էլի ասեք նույն Գասպարյան Վովայի ձեռագիրն էլի փեսենց թե աղջիկը ընդեր եւ այլն Գումարած դրան պարոն Աբազյան մեր հարգարժան ոստիկանապետը ինչպես նաև հարգարժան ոստիկանապետի վարորդը ինչպես նաև ընկեր ՆՎԴ-ն աչ ու ձախ վաճառում է նարուշիլովկեկ ես հուշեմ այն քաղաքացիներին ովքեր չգիտեն ինչա նարուշիլովկեն սրանից մի քիչ մեծ վկայական է քարտ Սենց, որ մեքենան եթե պարեկը կանգնացնում է, սենց ապակին կարասես կան, բայց չսես, ես նարոշիլով կեսենց ճպսնես քիթու բերին, ասես սիկտիստուս բոզի տղա, ու ինքը սիրուն կարա գնա, ինք իրավունք չունի ոչ մեքենան զննի, ոչ ակտ գրի, ոչ ասիկի ռեմեն չես կծե, ինչ ես տեղափոխում եւ այլն։ Մեկ նարոշիլով կեն, ընկեր Անդո եւ ընկեր Աբաս, մեր հարգարժան ՆՎԴ-ն վաճառում է $10,000։ Հիմա հարց, քանի հատ Նարուշիլովկա է բռնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը 0 ինչու օրինակ յուվեցի կարոյի տղերքը ունեն Նարուշիլովկա քաղաքացիներն են ասում ես չգիտեմ ասում են ունի բայց ես համոզված եմ որ բացի յուվեցի կարոյի եթե անգամ ունի լիքը այսօր մալաձոժ ունի Նարուշիլովկա այսինքն դուք պիտի վերցնեք ՆՎԴ-ից Նարուշիլովկեի ցուցակը Որտեղ դա ամեն մեկը չի տրվում, եւ այդ բանով համարներով դենալ ու ինչքան Նարուշիլովկային տվել եւ za что։ Սերժ Սարգսյանը սիրում էր բաժանել դիվանագիտական անձնագրեր, Ռոբսոն, Մոպսոն, Սոչից բռնասաղ են բաժանել էր։ Այս մարդը բաժանում է բան, Նարուշիլովկեկ, բայց դե բնականաբար փողով $10,000։ Սա ինչ է նշանակում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պիտի ինչ։ Հիմա նիկոլականները բան չեն ասում, Նիկոլը մեղավոր չի, բա մեղավոր։ Yes? My bach, փոխգնդապետ։ Կոռուպցիա։ Բոզիտողություն է։ Գասպարյան Վովայի ժամանակ էլ էին բաժանում Նարուշիլովկեկ, բայց դեմ որ ասում է խոսքի օրինակ Վաչոյի տղա, չգիտեմ, Նարեկ, գոնե այդ կոնտինգենտին։ Սրանք կաշեցող բաժանում։
Փող ունես, խնդրեմ արժլովքին եկալ։ Իսկ ինչ վերաբերում է վալիկոյի կնկան, վալիկոյի կնիկը թույլ իմանա, որ մի քանի շենք են կողմ, ուրին մարդու սիրած են կապրո։ Բոզի տղեկ։ Մյուսը մոտենում ենք պաշտպանության նախարարությանը։ Ընկեր Աբազյան գրի գոնե ինձ բան շնորհեք փոխգնդապետի բկոչում տվեք ու լրիվ իրավունք ունեք էլի սպայակազմ պայստազորի ուրեմն պաշտպանության նախարարությունում կա կապշին վարչության պետ Անդո գրի Ստեփանյան Վահակ օլիգարխ Բարիս ամենաբուն իմաստով։ Պանան բաժանված է երկու մասի։ Պանան ծծցնում է երկու հոգի Սուրեն Պապիկյան, իա Թայֆով եւ Ստեփանյան Վահակը իա կապշին վարչությունով։ Так. Այստեղ Վայքեցի Կարեն Էկո Բիլդինգ 25 մեգավատ արևային կայան եւ այլն մասնավոր տուդա սուդա այս ամենի մենք իհարկե ավելի մանրամասն կանադառնանք Կարեն Գրիգորյանը ասեցի նշանակվելու է գշպետի տեղակալ չունի ոչ մի եթե չի նշանակվել արդեն չունի ոչ մի կրթություն ըստ փաստաթղթերի ավարտել է Արցախի պետական համալսարանը մտով Արցախ կար մի հատ Արցախի համալսարանը պրծել դիպլոմը առածան Կլիշկեն 50 կամ դերով։ Ես ուզում եմ մեր ժողովրդին լուսաբանեմ, ովքեր են մեր զինվորականները, որ մոտալուտ ռազմական գործողությունների ժամանակ մենք հասկանանք ինչի պարտվանք։ Ուրեմն սրանց խնամին Վարանդաշին հայր եւ որդի Մուսալյաններ։ Ինչա արել ինգես Կարեն Գրիգորյանը Սուրեն Պապիկյանով եւ իա խնամիներով։ Մեկ էպիզոդ 6.5 միլիարդ դրամ 0508 2022 թվականին այսինքն այնտեղ տենդեր մենդերով եւ այլն այս Վարանդաշին հայր եւ որդի Մուսալյան ընկերությունը շահում է տենդեր բանը պաշտպանության նախարարությունից որ պիտի ջերմուգի շփման գծով հակառակորդի այդտեղ իրականացնեն բան ինժեներական աշխատանքներ, ճանապարհ, մանապար, խրամատ, մրամատ եւ այլն։ Այդ բանը գծային հատվածը մենք վեկալում հանձնում ենք Ադրբեջանին, բայց թուղթ ու թանակով այս մարտիկ շինական աշխատանքները կատարել են, մենք պարտավոր ենք գումարը վճարել, բայց 6.5 միլիարդ դրամ վճարում ենք եւ այդ աշխատանքը եթե աստված գիտի կատարել են, չեն կատարել, ոնց են կատարել, բանը ինչ ձև են վշու կատարել, վեկալել են եւ հանձնել ենք արդեն Ադրբեջանին։ Ոչ կլինի ստուգեն, ոչ են։ Всё, сдали 6.5 միլիարդ, goodbye my love։ Ազգային անվտանգություն կա, ազգային անվտանգություն չկա։ Ես ասել եմ արդեն ըստ տեղակալների ելովա գալու հատուկ բանակային կորպուսի հրամանատար Գյոզալյանը պիտի գա, որպես գշպետի տեղակալ, որը մինչև որս զբաղված է զորամասերում իա կոֆեի ապարատներով, հիշեցնենք այդ բոզի տողու մասին, նաև ասեն, որ զինվորները բողոքում են, որ պարոն Ղուկասյան, կոֆեի ապարատը բաժակը լցում է կիսով չափ, այսինքն ատեղել են քերմ զինվորից, իր իսկ խնդրանքով իր փոխարեն իր տեղը գալու է նստի ազգային հերոս երկրորդ բանակային կորպուսի բանետ հրամանատարը, թե ինչի ազգային հերոս է չգիտեմ, ազգային հերոս որ 15 երեխու ժարի տարեց։ Գշպետի մյուս տեղակալը պիտի լինի Աննա Բոլեյնի Մանիկյուշիցայի ամուսինը, Ինգեր Երոյանը։ Իր փոխարեն կգա 6925 զորամասի հրամանատարը կգա կնստի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ։ Սա բանը գշպետի պետի տեղակալների մասով։ Տիրան Խաչատրյան։ Սա այն Տիրան Խաչատրյանը, որը հանեկրակել էր բանը վերջերս խուլիգանություն վեկալետարը ծսրել էին։ Ուրեմն Տիրան Խաչատրյանի հետ կապված մենք ստանում ենք նման տեղեկատվություն։ 44 օրյա պատերազմի ժամանակ
Ուրեմն ընկեր Տիրան Խաչատրյանը վերցնում է եւ ժամկետային զինծառայող պայմանագրային զինծառայողներից կազմված հետախուզական վաշտասեմ, դասակասեմ եւ այլն ուղարկում է Սարատակ, այդպես է կոչվում, Սարատակի ուղղությամբ, ուղարկում է բաց դաշտ, մարտական առաջադրանք կատարելու, բաց դաշտ, ռազվետք երեխեքի, գնացեք ընդեղ, բաց դաշտում, պիտի իրականացրեք մարտական առաջադրանք, բոլորը զոհվում են, հաշված րոպեների ընթացքում, հակառակորդը իր դիպուկահարներով ամբողջությամբ լիկվիդացնում է հայկական կամ Արցախի հետախուզական վաշտին կամ դասակին։ Մի րոպե, մեր զինվորականներն են ոնց որ Ջերմուկի թև դիրքերը մի րոպե տեսեմ իշեն գրել Ջերմուկի թևի դիրքերը պոստավո զինվորները մոտենում տրակտորիստներին խնդրում են իրենց ճամփեն գան բացեն որ պերեսմենկա լինի պարոն Ղուկասյան մի մարդաբոյ ձուն ու մի 3-4 տրակտոր չեն հասցնում բացեն հələ մի 4 տեխնիկա ավելի հեռու թաղված չեն կարում մոտենան Սարքեն բոլոր զինվորները սպասում են հատուկ ձնագնաց բերեն պերեսմեկի համար դեպքը եղել է այսօրվա մասին բան խոսքը այսինքն մենք դաժե չենք կարողանում ձան ճանապարհը բացենք որ լինի բան պերեսմենկա բայց միլիոնավոր դոլարներ տալու ենք սնուկ դողոք տալում ենք կուսակցություններին, որի արմիջև բաժանեն, միլիոն ու կես են որ ասել, չէ՞ որ տվել են, սա է վիճակը։ Սա է նոր մարտական դիրքերից։ Հիմա մենք անցնենք առաջ։ Ուրեմն կապված էս բոզիտողու տված հանձնարարությունների հետ էս Խաչատրյան Տիրանի, որ մի ամբողջ վաշտ կամ երևի դասակ հավասարցնում են հողին հաշված րոպեների ընթացքում հակառակորդի դիպուկահարները գումարած դրան 5 հոգու մեքենայով սատկո ուղարկում է անտառ ասում է գնացեք ստեղ դիրքավորվեք դուք ունեք մարտական առաջադրանք մարդիկ գնում այդտեղ դիրքավորվում են սատկոյով սպասում են տենում են ձենզուն չկա վեկալում զանգում են ինչ եղավ հրամանատար սպասեք հեսա կասենք անցնման նորից են զանգում ինչ եղավ հրամանատար սպասեք հեսա կասենք մի հատ էլ են զանգում րոպեներ է դա գնում 20 րոպե 30 րոպե ինչ եղավ խոսացողը հեռախոսով խոսացողը խոսել է մեքենայից դուրս է եկել մեքենայից անընդհատ զանգարել դեղել ամսի 20-ին 20-10 2020 թվական սպասեք եւ 20 րոպե 20 քանի րոպե հետո հակառակորդի բեսպիլոտնիկը կամիկադզե բայրակթար դալամասմա բարև ձեզ ես աստեղ եմ ամբողջ սատկով 4 հոգով ըլլում են բիզիմդիր դրանց տեղա խուրդում ընկեր Տիրան Խաչատրյանը հետախուզներին այդ ուղարկելով Սարաբուքի ուղղությամբ այդտեղա խուրդում ու այդքանից հետո այս ղախտի տղեն կոչվում է գեներալ հիմա էլ գտնվում է ազատության մեջ եւ ընկեր քնչականը որ քննում է չի ասում մի հատ Տիրան Խաչատրյանը մի հատ ասեք հասկանանք ինչ նպատակով ինչու հետախուզական դասակի տղաներին կամ հետախուզական վաշտի այսինչ դասակին դու վերցրել ուղարկել ես բաց դաշտ ինչ մարտական առաջադրանք պիտի այդ մարտիկ կատարեին բաց դաշտում այդ հարցը չկա հիշեցնեմ որ շուրջ 20 հոգի զոհվել է մենակ այդ մի հանձնարարության ժամանակ միանգամից հաշված վայրկյանների ընթացքում 20 հոգում լիկվիդացրել են 30-ից ավել դիպուկահար այսինքն կաս պատրաստի մենք ուղարկում ենք ձեզ այդտեղ լիկվիդացրեք
Ոչ մի հարց, ոչ մի պատասխան, ոչ մի դատվածություն, ոչ մի դատաստան, ոչ մի հրապարակային ոչ մի բան, կամ սատկոյով 5 հոգու վեկալ հետ ուղարկել ես անտառի մեջ, ասել ես սպասեք, հանձնարարական եք։ Ինչ հանձնարարական դու պիտի տայ, որ այտենց է չտվեցին, որ 5-ից 4-ը միանգամից զոհվեցին մեքենայի մեջ։ Պոռնեկի ծնունդ։ Չկա պատասխան։ Ես ասել եմ ու նորից կրկնելու եմ։ Այս ազգը պետքա ենթարկվի ֆիլտրացիայի, պետքա ենթարկվի մաքրման։ Այլ տարբերակ այս ազգը փրկելու գոյություն չունի։ Կամ այս ազգը պիտի կորցնի իր պետականությունը, դառնալով Ռուսաստանի կամ Թուրքիայի վիլայետ, կամ պիտի այս ազգը ինքնամաքրվի, դեզինֆեկցիա։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Այս սրանց նմաններին են, որ վեկալ է տվել ազգային հերոս, երկրորդ բանակային կորպուսի հրամանատային ազգային հերոս խես տվել։ Կամ Փիլոյաներ ինչ խռը գլուխ էր դրան ազգային հերոս խես տվել, դու պարտված բանակ ես, ինչ ազգային հերոս։ Քանի որ գնաց խոսք ազգային հերոսներից։ Ուրեմն այսօր ցերեկվա մեր հաղորդման ժամանակ Երևան է խոսում ծրագրի շրջանակներում մենք ստացել ենք ահազանգեր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից հանվում են փառքի անկյուն կամ դասասենյակներում փակցված ազգային հերոսների լուսանկարները, զոհված տղաների լուսանկարները, այսինքն մասսայական սկսում են մաքրել։ Ես զանգահարեցի ազգային ժողովի պատգամավոր դաշնակցական, ինչ է տղայի ազգանունը, Գեղամ Մանուկյան, եթե չեմ սխալվում, Գեղամ Մանուկյանին, ասեց այո, մենք էլ ենք նման ահազանգից տեղյակ։ Զանգահարեցինք Արեգնաս Մանուկյանին, նորից ազգային ժողովի պատգամավոր, ասում է այո, մենք էլ ենք դրանից տեղյակ։ Բոլորը տեղյակ են, բայց չգիտես ինչու ոչ մի ձայն։ Դաշնակցական Գեղամ Մանուկյան ասում է, ես գրություն եմ ուղարկել պաշտպանության նախարարություն, ես պիտի պատասխանեն ինչի են լսարանները կամ զորամասի շտաբը կամ զորամասը մաքրում լուսանկարներից, ասում է ռեմոնտ տա։ Սա ամենաապուշ պատասխանն է, որը կարող էր տալ պաշտպանության նախարարությունը։ Ինչն է ռեմոնտ։ Սուրեն Պապիկյան Բոզի տղա։ Ինչն է ռեմոնտ։ Այսինքն Կորնիձոր զորամաս, 5869 զորամաս Մեղրի, Լուսակերտի զորամաս, Կրասնու զորամաս, Սիսյանի հոսպիտալ, ինչն է ռեմոնտ։ Ասենց պատասխանի կարա հավատա կամ ուղակի ընկալի մարդ, ով երբեք չի ծառայել զինված ուժերում։ Սա լսարան է, սիրելի ժողովուրդ։ Հիմա փորձեմ բացատրել պարզ։ Լսարան։ Յուրաքանչյուր գումարտակ ունի լսարան, ասենք դասասենյակ։ Որտեղ պիտի ամեն վաշտ իր լսարանի, իր զորքին պիտի լցի վաշտի հրամանատարը զինվորական գործ բացատրի։ Հա? Յուրաքանչյուր զորամաս ունի շտաբ, որտեղ նստում է հրամ կազմը։ Շտաբի մեջ կա մարտական դրոշ, կա հերթապահ մաս, կա փառքի անկյուն, որտեղ պիտի փակցված լինեն ազգային հերոսների, զոհված տվյալ զորամասից զոհված զինծառայողներ, կամ առհասարակ հերոսացած տղաների լուսանկարները եւ այլն։ Հիմա այդ նկարները, լուսանկարները դասասենյակներից հեռացվել են, չկա դասասենյակ մտնում ես պատմախուր է, ինչ ռեմոնտ։ Զորամասի շտաբ ես մտնում, չկա, փոքացանած տարածա։ Զորամասեր կա, կոնկրետացված չի, որտեղ արդեն պետք է բակերից, որտեղ յուրաքանչյուր զորամասի բակում, այսինքն տարածքում
պլաց գոյությունի, շարահրապարակ հայերեն, որտեղ զոր կշարվում, պլացի վրա կա հալի, մալի, տուդասունդա եւ նկարները դեպի պլաց տանող, դեպի չգիտեմ պլացի տարածքում ազգային հերոսների, Վազգեն Սարգսյան եւ այլն, ուրա Կարեն Դեմիրճյանի տղեն, խնդրեմ, ստեղա Վազգեն Սարգսյանը էլ ուրիշ բարեկամ չունի եւ այլն, հասկանում եք։ Հիմա այդ նկարները հերոսներ են։ Սա ռեմոնդի հետ ոչ մի առնչություն չունի։ Բացատրեմ։ Յուրաքանչյուր զորամաս իր միջոցներով, իր ներկով, գուաշով, իր նկարիչով, իր ստեղծագործական ուժով ինքն է ձևավորում իր փառքի անկյունը։ Իր ազգային հերոսների եւ այլն, ասիկան այդտեղ կենտրոնական ապարատը կապ չունի։ Բեկալով են մի հատ նկարիչ շտաբից նստեմ նկարում է։ Սրա մասին է գրեմ, նրա մասին է գրեմ, խփում է, տակը գրում է, ծնվել է, մեռել է, զոհվել է, տարել է, բերել է եւ այլն։ Եվ հիմա որպիսի եւ այս բխնդիրը արդեն տևական ժամանակա կա։ Ազգային ժողովի մեր ընդդիմադիր կոչված պատգամավորները բոլորը տեղյակ են։ Բայց զենզուն չկա։ Ասма գրել եմ, պանան պիտի պատասխանի։ Եղբայր դու պանայի պատասխանի հետ ինչ գործ ունես։ Դու ազգային ժողովի պատգամավոր ես, դու մանդատ ունես, ես մանդատ չունեմ։ Վերկաց գնա մտի Կորնիձոր, Մեղրի, Արարատ, Լուսակերտ, Կրասնի եւ այլն այս զորամասերը, Սիսիան հոսպիտալ, Երևանի կանաս, ու ասա ուրա ձեր փառքի անկյունը։ Ուրա։ Զորամաս հրամանատարը պիտի ասի հեսա։ Կամ ասում հանել ենք, խիս հանել։ Ուրա ռեմոնդը, ուրա, ինչն ես ռեմոնդանը։ Ռեմոնդ է սարեց սարցորամաս, ինչ կչկանի, ինչ ռեմոնդ։ Իրանք տեղից իրար չեն գալի։ Եվ այսօր հայտնվել է մի հատ երրորդ ուժ, այս մարդը, որ ուղղակի թունավորում է իշխանության եւ պարլամենտական ընդդիմության հարաբերությունները, երկու կողմին էլ հավասարաչափ գրլման, եթե ոչ ավել մեկն ու մեկին, ու չի թողում որ այս մարդիկ խախնդորեն։ Ջան ասեն, ջան լսեն, իրար վրա կորոլաներ ծախեն, տոյոտաներ ծախեն, շիթուտվություններ ծախեն եւ այլն։ Մտի ասում է ազգային հերոսների նկարներ, մտի ասում է զովազների, մտել է տարբեր թեմաներով, մտնում է կոռուպցիայով, ալանով, թալանով, երեխեքի հարցով, մյուսի հեսա խի բանակ չեն գնացել եւ այլն։ Ու երկու թևներ, թե իշխանություն, թե պարլամենտական ընդդիմություն, ունի один единственный վրակ, Վարդան Ղուկասյան։ Կուսակցություն փորձեցին գմփցրին, խոռոփեցի հանրային ձայնի վրա, ասեցի ես ինն եմ բացեմ, ծծցնեմ ձեր հանրային ձայնն, հանրային ձայնի նախագահին էլ, ավականում են երկու անգամ բոզիս տղունել, որ հենա գագոն դրած սաղին ծծցնում։ Ես իմն եմ բացեմ։ Ու հիմա, երբ որ զանգում ասում ես ընկեր պատգամավոր, հիմա արդեն պիտի պատգամավորները հլեին գնային զորամաս, ասեին, ես ինչ ա։ Զորամասից հետո էլ պիտի հլեին գնային Սուրեն Պապիկյանի մոտ, ասեին հլարիստ է, ուսուշուգի բոզի տղա։ Դու ինչի՞ս ես մարդկաց նկարները հանում։ Եվ ես ամենի ֆոնի վրա հանդիս է գալիս հայտարարության տիկին Անահիտ Բախշյանը, իմ կողմից շատ հարգված կուլտուրական մի կնիկ։ Որը նամակը հրապարակել, ես նամակը տեղադրել եմ նաև իմ Telegram կանալում, որտեղ Նիկոլ Փաշինյանին ասում է, ես իմ առաջին նամակի մեջ Նիկոլ Փաշինյանին ասել եմ տղաս։ Տիկին Բախշյան, խնդրում եմ ձեզ, մի րոպե եկեք ստեղ նստեք, հա այս բանը բազմոցի։ Տիկին Բախշյան, ես չգիտեմ դուք ինչ վերաբերմունք ունեք իմ անձի նկատմամբ, Եթադրում եմ, որ չի լինելու դրական, որովհետև դուք կիրթ կին եք, էտա էլիտայ։ Ես էլ տիրապետում եմ փողոցային բառապաշարին շատ լավ։ Բայց ինչպես տեսնում եք, ես տիրապետում եմ եւ փողոցային բառապաշարին եւ գրական բառապաշարին։ Փառք Աստծո, շնորհակալություն իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիներին, Գրիգորյան Երմոնիա, Ամիրխանյան Ալիսա, Հոկին Լուսավորի, բայց թե մենք էլ մեջից ընդունակ աշակերտ ենք եղել։ Բայց նույնիսկ եմ ասում, ես խոնարհվում եմ իմ ուսուցիչների առաջ, քանզի դուք եք ուսուցիչ։ Տիկին Բախշյան,
Ես խոր հարգանք եմ ունեցել եւ ունեմ բոլոր այն զոհերի նկատմամբ հանդեպ, ովքեր դավադրաբար սպանվեցին հոկտեմբերի 27-ին։ Ասել եմ եւ նորից պետք է կրկնեմ, որ հոկտեմբերի 27-ի գլխավոր դերակատարները կան եւ մնում է Արցախյան կլանի երկու վառ ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, գրուկ պեչատուկ։ Դուք որպես զոհվածի այրի, այո, ես ձեզ եմ ուզում արտահայտվեմ, շատ կիրթ եւ շատ գրական եք արտահայտվել ձեր նամակի մեջ Նիկոլ Փաշինյանին անվանելով տղաս։ Հետո ասում եք ես զղջացել եմ, որովհետեւ Յուրան եւ ես նման որդի չէի կարող բերել։ Այո, դուք նման որդի չէի կարող բերել։ Ես շատ ուրախ եմ, որ դուք նկատել եք, որ Նիկոլ Փաշինյանի համար ազգային հերոս կամ ազգի հերոս կերպարը դա հարկ վճարող քաղաքացին է։ Այսինքն այս մարդը ցանկանում է, որպեսզի հայ մարդը, вообще Հայաստանի Հանրապետության քաղաքացին մնա առևտրականի, այն որ ինքը մանդալին ծախողի գլխակը դրած տենց ֆֆռմա, այդ մանդալին մայկա տրուսիկ լիպչիկ շաքարակ լոր մեղ զուգարանի թուղթ, այսինքն այդ մակարդակի վրա հայ մարդը պիտի, չգիտեմ, առևտրից այն կողմ ոչինչ չտեսնի։ Եվ եթե այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչված էլեմենտը ազգային հերոս կամ вообще հերոս համարում է հարկատուի, ասում եմ ես խոնարհվում եմ ձեր առաջ, որ դուք կատարում եք ձեր պարտավորությունը, բիզնես ես դրել, պիտի հարկը վճարես, բայց եկեք խոստովանենք, ոչ բոլորն են հարկ վճարում։ Նման մարդը դուք իրավացի եք, իրավունք չունի լինելու երկրի վարչապետ։ Բայց Տիկին Բարշան, տեսեք 5 տարի է այս մարդը կառավարում, արդեն 6։ Մենք ունեցանք խայտարակ պարտություն 2020 թվականի ծաղված պատերազմ։ Մենք ունեցանք զոհեր անհիմն։ Առաջի դիկինը կանգնավացեց նրանք զոհվել են համում ոչնչի։ Հա? Ես ուզում եմ հասկանամ, ուր է այն էլիտան, ուր են այն մտավորականները, մի մտավորականներ դուք եք, միգուցե ես սխալ եմ, բայց ես մտավորական եմ ուզում համարել։ Ուր են այն մտավորականները, որոնք ուղղակի պարտավոր էին 2020 թվականի խայտարակ պատերազմից հետո, վաճառված պատերազմից հետո, համախմբվել եւ դուրս գալ այս ախտի դեմ, որը կոչվում է քաղաքացիական պայմանագիր։ Տեսեք, Կարեն Դեմիրճյանի, Քարի, Արձանի, ամեն ինչի հետ կապված ես չեմ ուզում ինքս ինձ մեծարեմ, բայց ես շատ մեծ աշխատանք տարա, որպեսզի այդ Քարը, Արձանը տեղափոխվի համալիր եւ այլն եւ այլն։ Ես համոզված եմ դուք կունենաք կապեր Ստեփան Դեմիրճյանի հետ։ Մեկ կուլտուրական մարդ, այն մարդը սա կուլտուրական է։ Այնտեղ Լեոնարդ Պետրոսյանի ընտանիքն է, Վազգեն Սարգսյանը դե ընտանիք չունի։ Ես ինձ համարում եմ Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամ։ Այլ զոհվածներ, որոնք որ սպանվեցին, լավ, միգուցե դուք մի օր Ստեփան Դեմիրճյանի հետ միասին, դուք Լեոնարդ Պետրոսյան, Քոթոյան էր 1000 անգամ ներողություն, չեմ հիշում այդ մարդու ազգանունը, ելով կար, Ռուբեն Միրոյան, այսինքն այդ զոհված, սպանված անձանց որդի, այրի, եղբայր, հավաքվեք, հրավիրեք մի հատ մամլո ասուլիս, կամ դիմեք ազգին, ասեք ժողովուրդ, մենք ուր ենք գնում։ Հա, հնարավոր է նման բան։ Հնարավոր է, որ դուք նույն Ստեփան Դեմիրճյանը այսօր կանգնասի մի րոպե, դուք էսի չեք անում, ինչ եք զորամասերից հեռացնում փառքի անկյունը, ինչ եք ուզում հեռացնել իմ հոր նկարը, ինչ եք ուզում հեռացնել Վազգեն Սարգսյանը հարազատ չունի, որ ես ասեմ Վազգեն Սարգսյանի ունի մի հատ քաղաքական
քուրունի, այն էլ բոզի տղա է, ես ավելորդ եմ համարում զանգել, ասել տղա ջան, դու ընկեր Արամ Սարգսյան, դու ես ինչ ես անում։ Ու վաղը այդ նույն Արամ Սարգսյան մարդկային վիժվածքը պիտի դուրս գանգնի փողոց, ռայոն, ասի ռուսները մեղավոր են, Ամերիկան, Եվրոպան մեզ պետք է փրկի, մենք պիտի դուրս գանք ռուսական ազերության ոլորտից, բայց նույն իա սիրելի վարչապետն ասում է, չէ մենք պիտի հիմա լետանք ռուսների կողմը, ամերիկացիք մեզ ասել են, իդի նախսույ, ու սես փորձի դիվիդենդ հավաքել կուլտուրական խոսալով։ Ու նույն բան ռայոնի ժողովուրդը չասելու, բոզի տղա, դու գնա քո աղբոր հիշատակը հələ մի հատ բայ աղբորդ արածը, դրածը, աղբորդ պատկերն են հանապցը մի կողմ, ինքնեդ է գրում, որ ազգային ժողովի թանգարանում չկար հոկտեմբերի 27-ի վերաբերյալ տող, տար, բար եւ այլն։ Բալավ, ինչի եք լռել, Տիկին Բաշյան։ Ես ձեզ հարգում եմ, ես չգիտեմ դուք ոնց եք վերաբերվում ինձ։ Ես չգիտեմ։ Եթե անգամ վերաբերում եք շատ վատ, դա ձեր անձնական իրավունքն է։ Բայց ես այսօր ուզեք թե չուզեք լինելով պետականամետ դենք, դիմում եմ ձեզ։ Հիմա դուք մտեք, եթե ձեզ այսքան մարդ չի նայի, այն էլ սենց երկրորդական էջով, ձեզ այսքան է ոչ, բայց ես մի կողմ թողնելով, չգիտեմ, եպեք ինձ բնորոշ չեղե, մեծամտություն, գոռոզություն եւ այլն, ես ուղղակի ձեզ խնդրում եմ։ Հավաքվեք զոհվածների հոկտեմբերի 27-ի հարազատներով, ձեր կողմ, չգիտեմ, Ստեփան Դեմիրճան, ուր է այդ մարդը, բավարար է մարդ գոյություն ունի։ Եվ եկեք այդ ձեր կուլտուրականներով, ես էլ ձեզ օգնեմ ինչով կարող եմ։ Եկեք մի բան անենք, այս երևույթի դեմը առնենք։ Սրա հաջորդ քայլը լինելու է, չգիտեմ, հուշարձանների քանդելապամոնտաժումը, Եռաբլուրի քանդելապամոնտաժումը, դրան էլ է հերթը հասնելու։ Իմ ասածները սաղ լնում է հաթարհատ։ Չի կարելի թույլ տալ։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի վաղն էլ այսօր 16, 14, 18, 13 տարեկան դպրոցականներ, ուսանողներ գրում են ինձ Instagram, ասում են պարոն Ղուկասյան, հələ թող մեկը փորձվի մեր դպրոցի մեջից, գա մի հատ զոհվածի նկարի հանի, երեխա է գրում, 14 տարեկան։ Ու իմ բառերով է ասում, էս եմ անելու անողի հետ, ասի ապրես տղա ջան, դու իսկական հայ ես մեծանում, ծածցրա։ Պետք է տվյալ դպրոցի տնօրենին բառիս ամենաբուն իմաստով անել կուկուլալա տումամբա։ Բայց ես ուզում եմ, որ ձեր այդ կիրթ, այդ կուլտուրական, այնուամենայնիվ բնավ, այդ մասսան, ևս մի հատ հասկանա, որ իա էթիկա, էսթետիկա խաղացնելով, տիկին, դուք պետություն չեք փրկում։ Եթե դուք այդպիսին եք, ուրեմն գոնե սկսեք խոսել, հա? Գոնե ինչ-որ ես են ինչ-որ, ես, մյուսը, չգիտեմ, տղաներ, աղջիկներ, ուսանողներ, մենք փորձենք ինչ-որ մի բան անել, ազգը փրկել։ Այս առողջ ապրելակերպ, այս պորնո դասավանդումը, որ շուտով արդեն սկսվել է դպրոցներում, որ ինչ է նշանակում կույս, պետք չի մնալ կույս, եթե դու տղա ես կարած դառնաս աղջիկ ես կարած դառնաս տղա, ինչ է նշանակում ապահովիչ, ինչ է նշանակում սպերմ, որտեղից հարաբերվել, ոնց է ճիշտ, 69, 18, խատրակություն էսի, տիկին, դուք մանկավարժ եք, ես դամար դիում եմ ձեզ, բոլեմին է դուք հեղինակություն ունեք, և ալն, հա, ունեք ես ես հարգում եմ, Եվ այս ամեն մեկս ինչ-որ մի տեղից միացես կրակոց արձակելով, մենք ոչինչ չենք փրկում, Տիկին Բաշյան, մարդ Աստծո։ Մի կողմ թողնենք մեկս մյուսի նկատմամբ ունեցած ատելությունը, ունեք ես ասում եմ, նույն ես ազգային ժողովի, ինչ են սրանց ասում, պարլամենտական անդիմություն, ատում են բոլորին, բայց ես այսօր վեկալ է զանգում, ասում դուք եք այդտեղ գետնի վրա, դուք ունեք մանդատ, իմոք մանդատ չունեն, զորամաս մտնելու և, մենք հելեք գնացեք, տեսեք ես չի կատարվել, լուսակերտի զորամաս գնա մտի հենա կպացավ, գնա մտի դեպուտատ ես ասա,
Ուր է քո փարքյանությունը, խես էր ասել բոզի տղա։ Ես ասեմ, սա տանում է ազգայինը վերացնելուն։ Սա տանում է ազգային գաղափարախոսությունը ոչնչացնելուն։ Ես ուղղակի դիմում եմ երիտասարդներին, դպրոցականներին, ուսանողներին, երիտասարդությանը։ Սիրելիներս, որքան հնարավոր է մաքսիմալ ձեր Facebook-յան էջերով կիսվեք Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան, Չաուշ, Վիցա Այվազյան, Մոնթե Մելքոնյան, չգիտեմ, չնայած Մոնթե Մելքոնյանի դեպքում բլոկավորում են նմանատիպ մարդկանց լուսանկարներով։ Փակցրեք Երևան քաղաքում նմանատիպ մարդկանց լուսանկարներ։ Հակեք վերնաշապիկներ, մայկեք, չգիտեմ ինչ նման մարդկանց լուսանկարներով։ Ձեր հեռախոսների վրա ունեցեք նման մարդկանց լուսանկարները, այդ մարդիկ նույն Վազգեն Սարգսյանը։ Մենք տենում ենք, որ այդ մարդը ընտանիք չունի։ Իր քաղաքական դեմ, քաղաքական կերպար ներկայացող եղբայրը թրքահպատակ բոզի տղա է։ Հակեք Չաուշի մայկով, չգիտեմ, պետք է ամեն ինչ անել, որպեսզի բան կյաժի, մյուսի, որպեսզի այս մատաղ սերունդը, որի մեջ կա հասիբ, նամուս, արժանապատվություն, իսկ գրում են, ես դա տենում եմ, որ այս երեխաները մի քիչ ավելի ոգևորվեն, տենան մեծերը գոնե մի բան անում են, ոչ թե ոչխարի նման նստած են։ Ազգը տանում են ոչնչացման։ Ու են բոզի տղեկը, որ տաքսուրուլի միջից, ես իմիշ մի հատ պիվնոից նստած Վարդան Ղուկասյան են խլշն, այ ղախպի տղեք, այ նման հարցերով զբաղվեք, նման հարցերով զբաղվեք, Սուրեն Պապիկյանին ասա բալեքից ծծցնեմ, կամ չգիտեմ ես իմ ինչ ան, ես ինչ ես անում, ոնց ես մատաղ սերնդի մեջ ոչնչացնում մարդ տեսակը, մարդ։ Այսինքն երեխային սարքում են անազգ, անհայրենիք, անգաղափար, անմտածելակեր, անինքնասեր, անթասիբ մի էակ, որը պիտի մեծանա, վաղը մյուսը չգիտեմ, դառնա բույս, որտեղ որ բանանես է գցես ընդեր մեծանա։ Մոռանայինք ով է։ Օրինակ, եթե նկատել եք մեծահարուստների երեխաները, այն օլիգարխիայի, թե Ռուսաստանում կլինի Հայաստանում, իրանք չունեն հայրենիք հասկացողությունը։ Չկա այդպես բան։ Իրանց համար մեկ է, չգիտեմ, իրանք Եվրոպաները գնում սովորում են, եւ այլն անգլիացիների, ֆրանսիացիների, հոլանդացիների մեջ, բայց ախր մեր տարածաշրջանը Եվրոպա չի, իրանք խորապես թքած ունեն բանակ, պետություն, հայ մեծեր, իրանք լսում են Չայկովսկի, իրանք լսում են Շեքսպիր, Ռախմանինով, չգիտեմ ես իմ ինչ, ռեփ, ֆուդամպա, պիդիմպա, եւ էսա։ Կոմիտասը ծնվել է Անատոլիայում։ Արևմտյան Հայաստան բառը այլևս գոյություն չունի։ Հայոց պատմությունը Հայաստանի, այսինքն ամեն ինչ արվում է։ Եվ այսօր դուք Տիկին Բաշյան ուզենք թե չուզենք կրթական համակարգը ներկայացնող մարդ եք։ Եկեք խոսենք, եկեք բարձրաձայնեք, եկեք զանգեք այդ ձեր 7 հոգով այդ զոհվածներով, եկեք հավաքվեք իրար գլուխ, փորձեք այս բոզի տղու այս շարիքի դեմը առնել։ Սա չի կարող շարունակվել։ Եվ ես նորից ու նորից դիմում եմ աշակերտների, սիրելի աշակերտներ, երեխաներ, տղաներ եւ աղջիկներ։ Ես ուղղակի խնդրում եմ ձեզանից յուրաքանչյուրից Հայաստանի Հանրապետության ցանկացած մարզի, ցանկացած դպրոցում սովորող իմ աշակերտներ։ Ոչ մի պարագայում թույլ չեք տալիս, որպեսզի ձեր դպրոցի տնօրինությունը հանկարծ դպրոցի պատից հեռացնի որևիցե մի զոհված զինծառայողի կամ ազգային հերոսի լուսանկար։ Անհապաղ տեղյակ եք պահում ինձ Instagram-ով, Telegram-ով, Facebook-ով եւ այլով կամ իմ Telegram կանալում տեղադրված է կուսակցության հեռախոսահամարը, որով որ մարդիկ կարող են գան գրանցվել, հեռախոսով գրանցվել եւ դառնալ դոկ կուսակցության անդամ։ Այդ նույն հեռախոսի WhatsApp-ի վրա կարող եք ուղարկել լուսանկար,
որ ձեր դպրոցում հանվել է կամ դպրոցից ապամոնտաժվել է այս ինչ ազգային հերոսի կամ առհասարակ փառքի անկյուն կոչված հատվածը։ Հեռախոսահամարը նշված է 093 47 41 80, բայց զանգահարել առավոտյան ժամը 10:00-ից մինչև 20:00։ Եթե կլինի լուսանկար, լուսանկարը կարող եք ուղարկել առանց զանգահարելու։ Եվ ես ուղղակի խնդրում եմ նաև ծնողներից, որպեսզի ծնողները եւս հետևողական լինեն։ Հասկացեք, եթե ձեր երեխան մեծացավ անազգ, անհայրենիք, անթասիբ, անմակարդակ, ձեր տեղը վաղը մյուսուր ծերանոցն է։ Մեկ վայրկյան անգամ չկասկածեք։ Մոտենում է գարունը, ինձ օլիգարխիայի ներկայացուցիչները թող սկսեն մայկեք կարել, օրինակով Հայաստանում մայկակարում, մայկակարեն կամ ուղղակի վերցրեք մայկեքը եւ մայկեքի վրա տպեք նույն ազգային հերոսների լուսանկարները, նույն զոհված տղաների լուսանկարները, կյաժը կլինի, ինչ են դա Ալբերտեր, Աբոեր, Կարենա, Արսենա, Հակոբա, այդ տղաների Արգամա։ Ես սպասում եմ մեր ինտելիգենցիայից համապատասխան արձագանք, նույն Ստեփան Դեմիրճյանից, նույն Անահիտ Բախշյանից։ Իմիջիալոց սուրճը հավանեցիք։ Շատ լավ է։ Այսօր այսքանը, շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։